Արկելի ներկաներ, բարի երգո, Զավարյան կոմիտեության դասյարակչական հանձնախմբի կողմից ողջունում եմ ձեզ։ Մեր այս երգոյան հյուրը լինելու է ընկեր Հարութ Հարությունյանը, դեռևս Հայաստանից չէ, Միշտ Հայաստանի։ Ուրեմն կարճ իր աշխատանքային կենսագրությունը դեր համար բարթամ։ Ուրեմն 2004-ից 2010 Հայաստանի հանրային հեռուստաընկերության Հայլուր լրատվական ծառայության տնօրեն, հետո 2010-ից 2011 Երկիր թերթի գլխավոր խմբագիր, 2016-ից 2018 Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն, 2018-ից մինչև այսօր 5-րդ ալիքի գործադիր տնօրեն եւ նաեւ Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանը 2018-ին։ Ուրեմն ընկեր Հարութ համեցեք։ Ուրեմն զեկույց կունենան ընկեր Հարութը, եւ դրանից հետո հարց եւ պատասխան եւ խնդրեմ դրանից հետո բոլորով կնկարվեք ընկեր Հարութի հետ, հետո այսինքն կամփոփեք։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ես ձեռնելու համար։ Եվ որ ինքն արդեն զանգահարեց, ասեց, որ այս տեսակի հանդիպում են նախատեսում, ես մտածում եմ ինչից սկսեմ։ Ինչից սկսեմ, որ ճիշտ լինի, որովհետև այս խառնակ ժամանակներում ամեն ինչ այնպես է խառնվել, որ խոսել մամուլի մասին, խոսել լրատվամիջոցների մասին, ինքը շատ մեծ ծավալուն թեմա է։ Բայց այսօր երբ որ ես գալիս էի այստեղ, այն տանը որտեղ որ ես ապրում, տանտերը բաժանորդագրություն ունի եւ իմ ձեռք ընկավ մի թերթ USA Armenia Live, հա։ Չգիտեմ ինչ է 16 էջանոց գունագեղ թերթ էր եւ բավականին լուրջ տպագրություն էր մեծ հովանավորների բաներով, այսինքն ռեկլամների դաշտով ամեն ինչով եւ աշկես մի անգամից ընկավ մի մեծ ծավալուն հոդվածի վրա, որը վերնագրված էր այսպես. Գարեգին B կտրիչ Ներսեսյանի կողմից սպանությունները եւ այլն։ Եվ ինչ-որ հոգեվորականների նկարներ էր դրած, որ դա Գարեգին բեր ուրեմն կաթողիկոսը սպանել է դրանց։ Հասկանում եք, այս մամուլի այդ միջոցը ինձ տվեց հնարավորություն, որ ես միացած անդրադարձ անեմ, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում եւ ինչպես կարողացան հասարակությանը այսօր գրել հասցնել այն վիճակին, ինչ վիճակին, որ այսօր Հայաստանում տիրում է։ Բայց նաեւ ես արդեն մի քանի տարի է գործի բերումով տարվա կեսը համարյա անցկացնում եմ, տարվա կեսը կամ տարվա կեսից ավելին անցկացնում եմ այստեղ Գլենդենում, գոնե ասենք ամիս տարեկան 7 ամիս այստեղ, 5 ամիս Հայաստանում։ Եվ այստեղ հանդիպելով փորձելով զրուցել մարդկանց հետ, նկատի չունեմ, հա, կուսակցական շրջանակները, ավելի նկատի ունեմ մարդիկ, որ Հայաստանից են եկել, իրանահայեր են, տարբեր տեղերից են եկել, ավելի ուշ են եկել, ես հասկանում թե ինչ տեսակի ազդեցություն կա այդ մարդկանց վրա նաև եւ ինչպես են իրենք ստանում ինֆորմացիաները տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև ինչու՞ չէ USA Armenian Live այս տեսակի թերթերից, որ կա նաև այստեղ տպագրվում է նաև այստեղ։ Խոսքը սկսելու համար ասեմ որ եկել արդեն կարդաց իմ կենսագրությունը մինչև 1998 թվականը
ես թղթակցել եմ տարբեր թերթերի և 98 թվականին, երբ որ մենք նշանակվեցինք հանրային հեռուստատեսության, ես նշանակվեցի նաև իմ ընկերների հետ նշանակվեցինք հանրային հեռուստաընկերության հանրային հեռուստատեսությունում, այն ժամանակ հանրային չէր կոչվում, կոչվում էր ազգային հեռուստատեսություն, հետո դարձավ հանրային։ Այդ ժամանակների նախագահը Ռոբերտ Քոչարյանը մեզ մի բան ասեց, որը անընդհատ ես այդպես հիշում եմ, ասեց, գիտեք, լրագրությունը չպետք է ստի, ես էլ շատ մարդկանց հետ եմ հանդիպում, ինձ շատ մարդիկ գալիս են, ասում են ինչի-ինչոց է, բայց ամեն մեկը իր տեսակետով ասում, ես կուզեմ, որ լրատվական ծրագիրը այնպիսին լինի, որ ես ինֆորմացիան ստանամ ձեր լրատվական ծրագրից և ուրիշների ասացի հետ համադրեմ, տեսնեմ, որ նա ճիշտ, բայց ասես մի խնդրանք ունեմ և դա համարեք պահանջ, այս ժողովրդին հույս տվեք, առանց հույսի ուղղակի հնարավոր չի ոտի կանգնացնել այս երկիրը։ Եվ այստեղ էլ, որ երջանկահիշատակ Տիգրան Նավդալյանը իր բոլոր թողարկումները սկսում էր մի քիչ հույս և մի քիչ հավատ և ամեն ինչ լավ է լինելու։ Սկսում էր այդ, այսպես ասած, կոչով, հա։ Մեզ տարբեր ժամանակներում շատ են հարվածել, հալածել, որ դուք պետականամետ եք, չգիտեմ ինչ եք և այլն, բայց ես աշխատել եմ իմ կենսագրության ընթացքում, ես աշխատել եմ 2-3, այսպես ասեմ, 2 նախագահների և նաև 1 ամսից մի քիչ ավել աշխատել եմ այս մեզ որ կա էլ, յամունը չասեն, հա, այս տխմարի հետ, ես որպես լրատվամիջոցի ղեկավար ես ամենաազատը և ամենաազատը ինձ զգացել եմ երկրորդ նախագահի ժամանակահատվածում և նաև տեսել եմ, թե ինչպես է դեգրադացվում լրատվական դաշտը տարիների ընթացքում և վերջում արդեն այս խայտառակ վիճակը, որ հիմա գործում է Հայաստանում։ Ավելի շատ, տեսեք, նաև սրան նպաստեց համացանցի հայտնվելը, սոցիալական էջերի հայտնվելը, Facebook, Instagram, TikTok և այլն, նրանք ավելի շատ նպաստեցին, որպեսզի դեգրադացիան ավելի արագանա։ Տեսեք, ամեն մեկը, որ այսօր Facebook-ում ինքը ինչ-որ մի բան է գրում, անկախ իր կամքից ինքը ինչ-որ ինֆորմացիա է փոխանցում, ինչ-որ ինֆորմացիա է տալիս։ Եվ դա առանց ստուգելու, ճիշտ է, սխալ է, որոշ կայքեր, որոշ լրատվամիջոցներ վերցնում են, օգտագործում են և հետո սկսվում է այդ ամբողջ, այսպես ասած, թաշխալը, մինչև պարզվում է, որ դա սխալ ինֆորմացիա էր, բայց միշտ առաջի ինֆորմացիայի ստանալը մարդու մոտ տպավորիչ է լինում։ Հետո եթե հերքում ես տալիս, արդեն կապ չունի այդ հերքումը։ Միշտ մարդու ուղեղը ընկալում է առաջին ինֆորմացիան։ Առաջինը լսեց, վայ, իմացավ, հետո 3 օր հետո, 4 օր հետո կլինեն հերքումներ, արդեն դա չի ազդում։ Դա արդեն հիմնավորվում է, որտեղ մարդկային շփումների ընթացքում էլ բայ իմացար, մեկը մյուսին, և այդ լուրը դառնում է, այսպես ասած, աշխարհացույց, ինչ-որ մի մեծ մի բան, հա։ Որպեսզի պատկերացնեք, թե Հայաստանում ինչպիսին է լրատվամիջոցների դաշտը, ասեմ, որ ի տարբերություն մնացած երկրների, այսպես ասած քաղաքակիրթ երկրների, Հայաստանում մինչև օրս որևէ չափում չկա։ Այսինքն լրատվամ ինչքան մարդ է կարդում, կամ ասենք ինչ ազդեցություն ունի լրատվամիջոցները, ինչպես են աշխատում, այդ չափումները չկա և վաղուց դա պետք է լիներ, բայց չկա։ Եվ առաջի, այսպես ասած, ուսումնասիրությունը, այս վերջերս կատարվեց, ամռանն էր, բավականին երկար, ուրեմն հետքի մեր գործընկերները եվրոպական կազմակերպության պատվերով փորձել են
փորձել են ուրեմն ստանալ մի սպեսիալ մոնիտորինգ Հայաստանի մամուլի եւ լրատվամիջոցների մասին, որը հիմա ձեր էկրանին է։ Սա բավականին ծավալուն աշխատանք է, եթե կուզենաք, հետո կարող եք հասցեն վերցնել, մտնել ուսումնասիրել, բայց մի քանի բան այստեղ կասեմ։ Այն որ ասում են, այս ինչ լրատվամիջոցի տերը, այս ինչ քաղաքական գործիչն է, այն ինչ լրատվամիջոցի տերը, այն ինչ քաղաքական գործիչն է։ Այդ բոլոր ասեկոսենները փորձել են հետքի ուրեմն մեր ընկերները փորձել են տալ եւ փորձել են նաեւ բանանել, թե ովքեր են սեփականատերերը։ Օրինակ այստեղ մի բաժին կա, որ օրինակ սեփականատեր է։ Ընկերություններ եւ սեփականատերեր։ Հիմա եթե բացի գնայինք, ովքեր են լրատվամիջոցների սեփականատերերը, դեռ կարող ենք ուրեմն այսպես անցնենք, առաջինը Առավոտ թերթի խմբագիրն է, ինքը սեփականատերը Արամ Աբրահամյանն է, երկրորդը ուրեմն հրապարակ թերթի Արմինե Վահանյանն է, հավանաբար շատերը ծանոթ եք եւ կարդում եք, տեղեկացված եք, Սատիկ Սեյանյան 168 AM, Թագուհի Թովմասյան Ժողովուրդ օրաթերթ, Հակոբ Ավետիքյան ազգ թերթի եւ սեփականատերը, չնայած Հակոբ Ավետիքյանի թերթը սկզբից Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ էր, հետո արդեն ինքը դարձավ միակ սեփականատերը, երբ որ Ռամկավար ազատական կուսակցության մեջ ինչ-որ բաժանում տեղի ունեցավ եւ որպեսզի թերթը կարողանային պահեին եւ Հակոբ Ավետիքյանը դարձավ, այսպես նաեւ կան ուրեմն մնացած սեփականատերերը։ Հեռուստաընկերությունների սեփականատերերը կան, Կենտրոն հեռուստաընկերություն Սեդրակ Արոստամյան, հիմա ամեն մեկի վրա որ խփենք, օրինակ ասենք, տեսեք, ինքը բացվածքը տալիս է այս ձև, հա, մի րոպե, օրինակ ասենք Կենտրոն հեռուստաընկերությունը, Սեդրակ Արոստամյան, որ նայեք, այստեղ կա մեդիա ընկերություն խմբեր, ինչ խմբերի հետ է, ովքեր են, եւ ընդհանրապես փաստեր, ովքեր են կանգնած ընտանիք ընկերներ, ովքեր են իր ընկերները, ում հետ ինքը փոխկապակցված շահեր ունի, Գագիկ Ծառուկյան, Նորա Արոստամյան, Գարիկ Արոստամյան եւ այլն։ Բոլոր ուրեմն լրատվամիջոցների համար այս հնարավորությունը կա, կարող եք եթե ձեզ հետաքրքրի ուղղակի այս կայքի միջոցով իմանալ, համենայն դեպս այստեղ այս շտեմարանում էս որ արվել է, բավականին լուրջ աշխատանք է արվել եւ այստեղ երբեք սխալ ինֆորմացիա չկա, որ կամ ծածկած ինֆորմացիա չկա Հայաստանում գործող լրատվամիջոցների մասին։ Հիմա որպեսզի առանձին ես չանդրադառնամ այս աշխատությանը, ես ուղղակի ցանկացած ես ցույց տամ եւ ասեմ, որ կա այս տեսակի մի մոնիտորինգային կայք, աշխատանք, որ արվել է եւ եթե ձեզ հետաքրքրի մնացած բոլոր հարցերով ես ավելի մանրամասն այս մասին դեռ խոսեմ, կասեմ։ Ինչ վիճակ է հիմա Հայաստանում եւ ընդհանրապես ինչ քաղաքական ուղղվածություն կա։ Տեսեք, 1918 թվականից սկսած պետք է անկեղծ լինեմ եւ պետք է ասեմ, երբ որ այդ էֆորիայի վրա իշխանության եկավ ներկայիս ուժը 2018 թվականին, ինչ ասեցի? 2018 թվականին, երբ որ իշխանության եկավ այս ուժը, այդ էֆորիայի վրա մեծ ծավալի աշխատանք իրաց վրա վերցրեցին լրատվամիջոցները։ Եվ այսպես ասեմ, որ կոտրված, ջախջախված ընդդիմության արկայության դեպքում, գոյության դեպքում, հիմնականում ընդդիմության դերը իրենց վրա վերցրել էին լրատվամիջոցները։ Ես հիշում եմ, երբ որ 18 թվականին ես իմ ընկերների հետ, բայց հիմնականում ես վերցրեցինք եւ 5-րդ ալիքը սկսեցինք աշխատացնել,
ես մի բան անջատեցի հեռուստատեսության բոլոր հեռախոսները, որովհետև դուք չեք պատկերացնի ինչ ճնշում կար մեր վրա։ Այն ժամանակ 18 թվականի պատկերացրեք հոկտեմբեր ամսին, դու խոսում ես, ասում ես բաներ, որոնք ուղղակի ցնցող են շատերի համար, որտեղ իրանց համար եկել է մի հատ Աստված եւ նրան չի կարելի քննադատել կամ ասել մի բան, որը նրա շահին դեմ կգնա կամ նրա գործելավոճին դեմ կգնա։ Նույնիսկ մեր լրագրողները եթերից առաջ դասելով գալիս էին մտնում էին, բա սենց աշխատել չի, զանգում էին էլ մայրին, հայոյում էլ չգիտեմ ինչ էին ասում, ինչ ամենավերջին բառերը։ Ասում են երեխեք, նայեք, գնացեք հանգիստ աշխատեք, երբ որ են անցնելու է։ Երբ որ են անցնելու է եւ հետո ձեզ սիրելու են։ Փողոցում մեր լրագրողներին այդ 5-րդ տարեքի, որ տեսնում էին, քիչ էր մնում բսկտեին կանայք, հիմնականում 50 տարեկան, 60 տարեկան, 45 տարեկան կան։ Հիմա հակառակ պրոցեսն է։ Հիմա սիրում են, ուզում են հետները նկարվեն, չգիտեմ ինչ, այսինքն այդ էֆորիան երբ որ անցավ, իսկ դա շատ դժվար անցավ իհարկե, հետո մարդիկ հասկացան կամաց սկսեցին հետ գալ իրական դաշտ եւ հասկացան, որ չէ, լրատվամիջոցները նրա համար են, որպեսզի բարձրաձայնեն, ընդհանրապես ովքեր են լրատվամիջոցները, հասարակություն, իշխանություն կապն են, որ կարողանում են իրենք տեղ հասցնել իշխանության թերացումները, հասարակության պահանջները, իմ շատ լավ ընկերը մի հատ արտահայտություն էր արել, ես անդադ մեր լրագրողներին էի ասում, որ լրագրողները դա օվկիանոսում լողացող ձկներ են, իրենք պետք է լողան այդ ակուլաների արանքով այնպես, որ ոչ ակուլաները իրանց կարողանան բռնել, ոչ էլ լրագրողը ինքը օվկիանոսի ջրից կում անի, որտեղ այդ կումը արեց, ինքը արդեն այդ ձուկը չի լինի, այդ լրագրողը չի լինի։ Ես շատ կարևոր հանգամանքներ կան, որ ես նաև դասավանդել եմ համալսարանում, 6-7 տարի դասավանդել եմ եւ հիմնականում ես մի բան եմ ասում լրագրողներին, հենց դուք իմանաք ինչի մասին չգրեք, գիտեք ինչա, բայց հենց իմանաք ինչի մասին չգրեք, իմացեք, որ դուք արդեն լրագրող եք։ Լրագրողը այն մարդը չի, որ ինչ լսեց, առանցուգելու վերցնի ու գրի եւ մարդկանց տանի հասցնի, չգիտեմ, որտեղ, այսինքն լրագրողը նախ պետք է կարողանա ինքը իր համար պարզի այդ ինֆորմացիայի աղբյուրները, տարբեր աղբյուրները, դրա մեջից ինքը պետք է զտի հանի ճիշտ ինֆորմացիան եւ հետո նոր դա հանձնի թղթին կամ ասենք հանձնի էկրանին կամ եթե ռադիոյով է խոսում, ռադիոյի ուրեմն ձայնային բանին։ Հիմա բայց ինչի ես ասացի, որ սոցցանցիրը հայտնվելուց հետո լրագրության տեսակը փոխվեց։ Լրագրության տեսակը փոխվեց։ Հիմա տեսեք, եթե որ նայեք, ես ամեն անգամ ներվայնանում եմ, որ ասենք լրագրողները բռնած այդ իրանց այդ iPhone-ները վազում են ինչ-որ մեկի, իսկ ինչ կասեք այս ինչ բանի մասին։ Կամ ինչ կասեք ինչ բանի մասին։ Այսինքն մարդկանց լրագրող հասարակություն հարաբերությունն է խախտվել իրարից, որովհետև բոլորը հայտնվում են էկրանին, բոլորը ինչ ամբաղ-զամբաղ ինչ-որ բան ասեն, հեռարձակվում է, կայքերում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, եւ դա կոչվում է լրագրություն։ Իրականում դասական լրագրությունը դրա հետ որևէ կապ չունի, բայց այսօր քանի դասական լրագրությունը պաշտպանող, քանի կազմակերպություն կա Հայաստանում, շատ քիչ է եւ ինչի ես սկսեցի այդ USA Armenian Live թերթից։ Թվում է թե ինքը ազդեցիկ թերթ է, բավականին 16 էջանոց, գունավոր հրատարակություն, բայց բացում ես նայում ես, ամբողջը դեզինֆորմացիա է։ Դեզինֆորմացիա է։ Հիմա այ լրագրությունը պետք է այդպեսի չլինի։ Եվ լրագրողը պետք է պատասխանատու լինի իր գրածի համար, իր գրչի ծայրից գրած յուրաքանչյուր բառի համար պետք է լրագրողը պատասխանատու, բայց ում պետք է դա ինքը պատասխանատու լինի։ Պատասխանատու պետք է լինի հասարակությանը, իսկ հասարակությունը ունի այդ պահանջը լրագրողների նկատմամբ, թե չունի։
Այսօրվա հասարակությունը չունի։ Այսօրվա հասարակությունը այնպես է աղճատվել, որ հասարակությանը հետաքրքրում է վերնագրի կարդալը, երբ որ ես թերթի խմբագիր էի, երկիր թերթի խմբագիրն էի, ավելի երկար մենք մտածում էինք վերնագրի վրա, թե ինչ վերնագիր դնենք, քան թե հոդվածը, որ մենք գրում էինք, որտեղ վերնագիրը պետք է կանչող լինի, բայց այսօր ամենակեղտոտ վերնագիրը, ամենաչմշակված վերնագիրը շղ կարան դնեն, էլ կարաս հոդվածը չկարդաս, կարաս արդեն ոչինչ չկարդաս, այդ վերնագիրը կարդում են ու անցնում են, այսինքն, տեսեք, երբ որ մարդը ինքը սկսում է դառնում է սոցցանցերի գերին, կարդում է փոքր վերնագրեր, անընդհատ իր մտածողությունները սկսում նեղանալ, փոքրանալ, չէ որ ինքը չի կարդում մեծ ինֆորմացիան, չի վերլուծում, երբ որ ինքը սկսում է չվերլուծել, իր մտածողությունը, այսինքն իր ուղեղի աշխատանքը դադարում է նորմալ աշխատել, կամաց իր մտածողությունը սկսում է փոքրանալ, եւ ավելի լավ է իր համար ավելի հաճելի է ընկալել, ավելի հաճելի է կարդալ վատ լուրեր, վատ ձևակերպումներով, վատ շարահոսությամբ, վատ վերնագրերով, քան թե ասենք լուրջ հոդվածներ, լուրջ վերնագրով եւ լուրջ լրագրողների կողմից կազմած հետաքննական ինչ-որ նյութեր։ Թվում է թե հիմա հետքի մասին էի խոսում, թվում է թե որ հետքը պետք է լինի մեր ամենալավագույն ընթերցվող կայքերից մեկը եւ այսպեսի արտահայտություն կա դանդաղ ընթերցվող կայքեր, դանդաղ ընթերցվող եւ արագ ընթերցվողներ կան, հա, բայց տեսեք ինքը հետքը նույնիսկ մրցակից էլ չի մնացած այն կայքերին, որտեղ փոքր ինչ-որ լրատվական ինչ-որ բաներ են դնում, չակերտավոր լրատվական եւ ինչ-որ մեր վերնագիր են գրում։ Եվ ամբողջ մեր խնդիրը, պրոբլեմը նրանում է, որ մենք հեռացել ենք դասական լրագրությունից, ես դա տեսնում եմ ոչ միայն Հայաստանում, այլ տեսնում եմ նաև համարյա, այսպես ասեմ, երկրորդ կարգի երկրներում, օրինակ ասենք Ամերիկայում չեն հեռացել դասական լրագրությունից, խոսքը ամերիկյան մամուլի մասին է, չեն հեռացել դասական լրագրությունից Մեծ Բրիտանիայում, չեն հեռացել Ֆրանսիայում, եվրոպական մի շարք երկրներում, բավականին այդ պրոբլեմը կա, իհարկե իրանց մոտ կա խնդիր, անընդհատ այդ խնդիրը կա, թե ինչպես իրենք պայքարեն կեղծ լուրերի դեմ, ինչպես պայքարեն fake լուրերի դեմ, այդ fake լուրերը ուղղակի սպանում են դասական լրագրությունը եւ ընդհանրապես fake լուրերն են այսօր ձևավորում հասարակության կորիզը։ Հասարակության կորիզը ձևավորում են fake լուրերը, ցավոք սրտի, դա փաստը դա է եւ ամեն տարի երբ որ հավաքվում են եվրոպական EBU-ի լրագրողները, եվրոպական միության լրագրողները, խմբագիրները, բոլոր հավաքների ժամանակ ուրեմն օրակարգում կա այդ կետը, ինչպես պայքարել fake լուրերի դեմ, ինչպես պայքարել fake ինֆորմացիայի դեմ, որտեղ ձևը չի գտնվում դրա, բայց հուսով եմ ինչ-որ մի բան պետք է երևի թե վերահսկողությունը շատ ավելի լուրջ ինքերի վրա դրվի, իսկ Հայաստանում, հիմա խոսում ենք, գալիս ենք Հայաստանում ամբողջովին լցված է fake լուրերով եւ այդ fake լուրերի տարածման սկզբնաղբյուրը հենց կառավարությունն է, որտեղ որ նստած է այսօր կառավարության գլուխը։ Մարդը տեսեք, ամենաթարմ օրինակներն ասեմ, ինքը ասում է մեր սրբազանները ռուսական գործակալներ են։ Կա այս տեսակի մի բան, եթե գործակալ կա, եթե դա փաստված է, կա իրավապահ մարմիններ։ Հանեք այդ փաստերը եւ ձերբակալեք այդ մարդկանց, եթե դրանք գործակալներ են։ Երբ որ իրան ասում են, ասում է, ես դες գիտեմ, բոլորը գրում են։ Այսինքն ղեկավար մարդը, երկրի ղեկավար մարդը չի կարող այդպես պատասխան տալ։ Երկրի ղեկավար մարդը պետքա ոչ թե ինքը տենց ասի, բոլորը գրում են, ես էլ տեսեք մամուլում գրում են։ Ինքը ուրեմն թելադրում է, թե մամուլը ինչ գրել, իր ընտանեկան թերթում գրում է, հետո ինքը դա վերցնում է, տիրաժավորում է, այսինքն բազմացնում է, ինքը ունի նաև սունկ կայքեր,
այդպես են ասում, հա, սունկ կայքեր, որոնք լուրջ լրատվամիջոցներ չեն, բայց մի հատ ասենք պատմություն են գրում, սրտաճմլիկ պատմություն ինչ-որ մի ընտանիքի կամ ինչ-որ մի աղջկա դժբախտ սիրո մասին, մարդիկ այդ վերնագրով մտնում են ու մեկ էլ տեսնում են այդ ինֆորմացիան այդտեղ դրած է, այսինքն իրանք գիտեն մարդկանց ոնց քաշել բերեն այդ սունկ կայքերի մեջ։ Եվ ինքը առաջնորդվում է սունկ կայքերով։ Եվ հիմա տեսեք, ամենահայտնի բանը, ամենավերջին օրությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմել է Եվրոմիությանը, որպեսզի ընտրություններից առաջ Եվրոմիությունը օգնի Հայաստանի կառավարությանը պայքարել օտար երկրյա շահերը սպասարկող լրատվամիջոցների դեմ։ Ուրեմն եթե կա օտար երկրյա շահերը սպասարկող լրատվամիջոցները, լրատվամիջոցներից առաջինը իր ընտանեկան թերթն է։ Եվ իր սուտ կայքերն են։ Եթե կա այդ տեսակի լրատվամիջոց, միանշանակ կարող եմ ասել, դա Արման Բաբաջանյանի առաջին լրատվականն է։ Եթե կա այդ տեսակի լրատվամիջոց, դա ասենք իրենց Free News հեռուստաընկերությունն է։ Դա հանրային հեռուստաընկերությունն է, ժողովուրդ հավատացեք, ես տեսեք, իմ կենսագրության մեջ այնտեղ ուրեմն 8 մինչև 10 12 տարի գումարած եւս 2 տարի, հա, 14 տարի ես աշխատել եմ հանրային հեռուստատեսության լրատվական վերլուծական քաղաքական հաղորդումների ծրագրերի տնօրեն եւ չի եղել մի դեպք չի եղել, որ իմ լրագրողը դեպքի վայրից գա կամ իրադարձության վայրից գա, ինքը տեքստը գրի, ես այդ տեքստը ուղարկեմ կառավարությունում վարչապետը կամ նախագահը նստի այդ տեքստը նայի խմբագրի, հետ ուղարկի, նոր ես տամ լրագրողին ասեմ կարդա, չկա տես բան, հա, կա գլխավոր խմբագիր, կան խմբագիրներ, ովքեր նայում են տեքստը, սրբագրում են, մաքրագրում են, տալիս են լրագրողը կարդում։ 8 տարի է հանրային հեռուստատեսության լրագրողները գալիս են դեպքի վայրից, իրադարձության վայրից, նստում են տեքստերը գրում են, ինձ ասել են դրի աշխատողները։ Տեքստը ուղարկում են վարչապետին, վարչապետը պետք է նայի, ինքը պետք է խմբագրի, հետ ուղարկի ուրեմն կարդա։ Կարա տես բան լինի։ Դուք եք պատկերացնում եք։ Ասել, թե ինչպիսին է այսօր մեր լրատվական դաշտը, ասենց կարմիր գիծը գծած է, կան լրագրողներ եւ կան չլրագրողներ։ Բայց այդ չլրագրողներին ավելի շատ իրանք ուշադրություն են դարձնում, ավելի շատ իրանց են տալիս այդ հնարավորությունները, ավելի շատ հիմա այդ 15 միլիոնը Եվրոմիությունից որ գալու են նրանց են տալու, որպեսզի պայքարեն քիչ թե շատ դեռ դասական լրագրությունը պահպանող լրատվամիջոցների դեմ։ Այսինքն, որովհետև երբ որ դու որպես լրատվամիջոց քննադատում ես, բարձրաձայնում ես խնդիրները, բարձրաձայնում ես խնդիրները, բարձրաձայնում ես ապօրինությունները, դա իրանց դուրը չի գալիս։ Դու միայն պետք է իրանց գովես։ Եթե չես գովում, ուրեմն դու օտարերկրյա շահերի սպասարկող ես։ Ովքեր են օտարերկրյա շահերի սպասարկողները, մենք դեցել չենք հասկանում։ Եվ որպեսզի ինչի ես այս կայքը ցույց տվեցի, որպեսզի որ դուք, եթե կուզենաք մտնեք նայեք, տեսնեք որ կայքը, որ հեռուստաընկերությունը ոնց են ֆինանսավորվում, որտեղից են ֆինանսավորվում, ինչ ձևով են ֆինանսավորվում եւ ինչպես են նրանք գործում։ Այստեղ ամբողջը կա դրած։ Մի sense բանել է ձևակում, որվե Հայաստանում, էլի այսօրվա իշխանությունների ջանքերի շնորհիվ, ուրեմն եթե դու ֆինանսավորվում ես հայկական բիզնեսի ներկայացուցիչների կողմից, ներկայացուցիչի կողմից, դու կոռուպցիոներ ես։ Այսինքն, եթե փողը տալիս է հիմնադիրը, ֆինանսավորում է, օգնում է, տվյալ թերթին, հեռուստատեսությանը, ռադիոյին կամ չգիտեմ ինչ, ուրեմն այստեղ կոռուպցիա կա։ Բայց եթե
դու ֆինանսավորվում ես, չգիտեմ, Մեծ Բրիտանիայից, Եվրոմիության երկրներից, ինչ-որ ֆոնդերից, Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ-որ ֆոնդերից, այստեղ կոռուպցիա չկա։ Հիմա եկեք պատկերացնենք, հա, որտեղ կա կոռուպցիա, որտեղ չկա կոռուպցիա։ Այստեղ աշխատողները շատ ավելի համեստ են, շատ ավելի զուսպ են, ապրելու բանով եմ ասում։ Այստեղ աշխատողները, որ արտասահմանից ֆինանսավորներ ստանում են, ամեն մեկը մի հատ ասենք տուն առ Իսպանիայում, մեկը չգիտեմ որտեղ, մեկը, այսինքն հիմա կոռուպցիան բայց ստեղ են փնտրում։ Գոնե այստեղ փնտրեն, ստեղ են փնտրում կոռուպցիան։ Դա էլ ուրեմն միտումն է, որ ուղղորդում են հասարակությանը, որ հասարակությունը չվստահի լրատվամիջոցներին։ Լրատվամիջոցների ես որ ասում եմ 18 թվականից այս կողմ, մինչև մեր օրերը, մինչև որ ընդդիմությունը կարողացավ մեջքը շտկել, ընդդիմադիրեր հայտնվեցին, որտեղ 18 թվականին արդեն չկար, ընդդիմություն հասկացողությունը չկար։ Ամբողջ այդ ծանր աշխատանքը իր վրա կրել են լրատվամիջոցները։ Եվ ամբողջ այդ ընթացքում ամենամեծ հարվածները ստացել են լրատվամիջոցները։ Որևէ իշխանության ժամանակ, դա լինի առաջին նախագահի օրոք, դա լինի երկրորդ նախագահի օրոք, դա լինի երրորդ նախագահի օրոք, այս տեսակի խայտառակ դատական գործեր լրատվամիջոցների վրա չի եղել երբեք։ Ամենաշատ դատական գործերը հարուցվել են լրատվամիջոցների վրա այս տղու, այս մարդու կառավարման տարիներին։ Դուք պատկերացնում եք, ասենք, ազգային ժողովի նախագահը անընդհատ բանա, այսինքն վերջի երկու բլոգերներին, Նարեկ Սամսոնյանին և Վազգենին, Սաղաթելյան, ձերբակալել են մի բանի համար, որ ասենց զավեշտի է վերածում։ Ազգային ժողովի նախագահը հայել է, նրանք պատասխանել են, ազգային ժողովի նախագահը գնացել է բողոք է գրել, և եկել են այս մարդկանց տարել են։ Հասկանում եք, այդքան որ ասում են նախկինները, մենք նախկինների ժամանակ մենք դժգոհ ենք եկել։ Մենք որպես լրատվամիջոցի ղեկավար, մենք քննադատել ենք, մենք մեր կարծիքը միշտ ասել ենք, մենք բարձրաձայնել ենք, մենք մեր դժգոհությունները հայտնել ենք։ Այդ Ժորժ ջան չի գնում տենց, հա։ Մի բան է 3, 4, 5, 6 տարեկան երկրում անհարթություններ, մի այլ բան է 30 տարի արդեն անկախություն ունեցած, անկախություն 30 տարեկան արդեն հասուն տարիք է։ 30 տարեկանում չէր կարելի այսպես քարոքանդ անել երկիրը։ Մենք այն ժամանակ գուցե շտապել ենք, որ ավելի շատ ժողովրդավարական լինենք, գուցե շտապել ենք, որ ավելի շատ ազատ հասարակություն լինի, գուցե շտապել ենք, շատ ենք պահանջել, ավելի պահանջկոտ ենք եղել։ Բայց երբ որ օրենքները չկար, օրենքները էին գրվում, նոր էր երկիրը որպես հանրապետություն կայանում, մամուլի մասին օրենք էր գրվում, հետո վերագրվում էր, հետո այլ օրենքներ էին գրվում, ձևավորում էր հասարակությունը։ Այեք, այսօր ամեն ինչը բոլոր իսյութները քանդված են, բոլոր իսյութները քանդել է, ավերված վիճակում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի այսօր ինքնալուծարումից 5 պակաս է։ Եվ այդ ինքնալուծարումը ինքն է տանում է դեպի ինքնալուծարումը։ Եվ այստեղ ինչ կանի լրատվամիջոցները։ Պետք է ընդամենը սիրուն հոդվածներ գրեն և գովեն, թե ինչպիսի լավ ղեկավար ունի Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, նոր մի քիչ առաջ նայեցի, որ ոչինչ, այդ հակակոռուպցիոն բան կար, չէ, ամերիկյան հայտարարությունը տարածել, նոր Twitter-ում տեսա, որ
Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը չեն նվազել, համարյա այսպես է ձևակերպված, որ նույնն է մնացել կամ ավելացել է։ Եվ իրոք մենք այդ տեսանել տեսնում ենք, մեր աչքերով տեսնում ենք, կարդում ենք, ամեն ինչ բան ենք անում, բայց հենց դու դրա մասին գրում ես, դու դառնում ես իրենց թշնամին։ Իսկ այդ դեպքում ինչ պետք է անի լրատվամիջոցը։ Ինչ պետք է գրի լրատվամիջոցը։ Միայն ծափահարի, միայն ասի, որ ամեն ինչ շատ լավ է, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպես է երկիրը գահավիժում անդունդի մեջ, դեպի անդունդը։ Եվ այստեղ է, որ մենք լուրջ հիմա պրոբլեմներ ունենք, որովհետև եվրոպական Եվրոմիության, այսպես ասած, ղեկավարները իրենք չեն ուզում տեսնել այս ամեն ինչ։ Չեն ուզում տեսնել եւ հիմա վտանգված են նաեւ մամուլը։ Մենք միշտ ասել էինք, որ հիմա սրան ձերբակալելուց հետո մյուսին ձերբակալելուց հետո հերթը հասնելու է մամուլին, հասնելու է մամուլին, բայց հերթը հասավ հայ առաքելական եկեղեցին։ Հիմա եթե չհաջողի, ես կարծում եմ, որ չի հաջողելու, շուռ է գալու դեպի մամուլը։ Շրջվելու է դեպի մամուլը եւ սկսելու է արդեն լրատվամիջոցներ փակել, լրատվամիջոցների ղեկավարներ ձերբակալել։ Ես հիմա ոչ մի բանից չեմ զարմանա, որտեղ արդեն մեր ապրելը եւ այնտեղ ապրելը դարձել է այնպես, որ ամեն պահի պետք է սպասես, եթե առավոտը արթնացավ, ինչ կորոշի եւ ինչ կհանձնարարի։ Իսկ ինքը այսօր ուժերը, անվտանգային ուժերը, որ կան, բանակը թույլատրել է, բայց ուժեղացրել է իր սպասարկող անձնակազմը, ազգային անվտանգության ծառայություն, հակակոռուպցիոն կոմիտե, դատարաններ, այս ամբողջը լրիվ իր ենթակայության տակ է։ Որպեսզի կարողանամ ձեզ ավելի մանրամասն ինֆորմացիա տամ, կամ ասենք, բանանենք ես ավելի կնախընտրեի լինել հարցերի հարց ու պատասխանի ձևով, եթե դուք կուզեք, եթե ինչ-որ բան բաց թողեցի հարց ու պատասխանի ժամանակ ձեզ կփորձենք պատասխանել, հավատացեք, որ ոչինչ չկա, այսպես ասած, թաքցնելու կամ ոչինչ չկա, ոչ մի հարցից չեմ պատրաստվում խուսափել կամ խուսանավել, ուղղակի հիմա այս է վիճակը Հայաստանի Հանրապետությունում, մեր Հայաստանում, ձեր Հայաստանում, մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, եւ այդ ծանր ժամանակների մեջ նաեւ այդպես ծանր ապրում են լրատվամիջոցները եւ հարկ Աստծո, որ կան այդ լրատվամիջոցները, լավերը, միջին մակարդակի, կան լրագրողներ, առանձին գործող, բայց իրենք իրենց ուսերի վրա շատ մեծ բեռ են տանում եւ պետք է ժամանակը գա եւ միգուցե պետք է այդ բոլոր լրագրողների մասին, հիմնական դասական լրագրությամբ զբաղվողների մասին երևի կարիք կլինի, եթե Հայաստանի Հանրապետությունը մնա որպես Հայաստանի Հանրապետություն, եթե չփորձենք չսահմանափակվի երրորդ հանրապետության կորստով, որովհետև երրորդ հանրապետության 4-րդ հանրապետություն չի լինելու։ Մնալու է երրորդ հանրապետության պլատակների տակ 4-րդ հանրապետությունը, որովհետև այս մարդիկ ոչ մի բան սարքելու ունակություն չունեն։ Այս մարդիկ մենք հանդելու ունակություն ունեն եւ զավեշտ է մտածել, որ այս մարդիկ նոր պետություն կարողանան սարքել կամ ղեկավարել։ Այդ լրագրողների մասին, լրատվամիջոցների մասին արժի հիշատակել, գրվեն գրքեր, ինչպես հիմա գրվում են Արցախյան հերոսամարտի բժիշկների, մասնակիցների, օպերատորների, լրագրողների մասին։ Մենք հիմա իրոք ավելի պակաս վատ վիճակում չենք, քան այն ժամանակ Արցախի ռազմադաշտում գործում էին լրագրողները, բժիշկները, կինոօպերատորները։ Մենք էլ հիմա հավատացեք այդ վիճակում աշխատում ենք
եւ այսպես ասած չի երևում վերջին ինչա լինելու, բայց փորձելու ենք ամեն ինչ անենք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Ամեն դեպքում լրագրողները հիմա բաժանված են, ուրեմն այսպես լրատվամիջոցները բաժանված են երկու մասի, հա? Օտարերկրյա ծառայությունների կամ օտարերկրյա պետությունների ենթակայության տակ լրագրողներ, չէ, պետք չեմ ունենալ, ես ուղղակի մեծ ուս տայի ժամանակ, եւ նիկոլապաշտ լրագրողներ, որոնք ֆինանսավորվում են, ապրում են եվրոպական գրանտներով, ամերիկյան գրանտներով, բրիտանական գրանտներով, հատկապես նաև բրիտանական, ինչու՞ չէ, որտեղ բրիտանացիները շատ հետաքրքիր շահեր ունեն այստեղ մեր տարածաշրջանում, բայց նրանք, այդպես ասած, խոշորացույցի տակ չէ, խոշորացույցի տակ ավելի շատ այս մի կողմի լրագրողներն են, այս մի կողմի լրատվամիջոցներն են։ Եթե հարցեր կլինեն, Գերարդ, միջև հարցերը սկսենք, մի հատ մի բան, եթե խնդրեմ սրանով վստահեցնեք, ուրեմն Լոս Անջելեսում ավելի շատ տեսնում ենք մեր ոչ ավելի շատ դերեկացված մեր հայրենակիցները CivilNet 1, Ազատություն 2, Factor TV 3 եւ առաջինը որ հանրայինի խառնում են Բաբաջանյանի առաջինը դրանով իրենց լուրերը այս լրատվամիջոցներից են ստանում։ Եթե կարողանանք դրանց մասին հստակ մասին խոսենք, որ անուններով այո հստակ խոսենք, եթե կարելի է։ CivilNet, Ազատություն, Factor, Ազատություն ռադիոկայանը դա գիտեք, մինչև վերջերս ֆինանսավորվում էր ամերիկյան պետդեպարտամենտի կողմից։ Ես Ազատություն ռադիոկայանում ունեմ մտերիմ ընկերներ, Ազատություն ռադիոկայանը մինչև 18 թվականը մենք միշտ կողմնորոշվում էինք մենք մեր լրագրողներ շատ դասական լրատվություն Ազատություն ռադիոկայանի լրատվությունը եւ այնտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ։ Ազատություն ռադիոկայանում աշխատում են պրոֆեսիոնալներ եւ այդ պրոֆեսիոնալիզմի մեջ իրենք կարողանում էին նաև ճիշտ տեղ հասցնեին ամերիկյան պետդեպարտամենտի պատվերները։ Այնպես, որ կարողացան նաև աջակցել եւ Նիկոլ Փաշինյանին բերել հասցնել նաև իշխանության։ Վերջին շրջանում Ազատություն ռադիոկայանը բավականին փոխվել է եւ դադարեցվել է ֆինանսավորումը, բայց իրանք դեռ ունեն կուտակված գումարներ, այսպես ասած, եւ այդ գումարներով կես աշխատանքային վճարներով կարողանում են գոյատևել։ Անկեղծ ասած, ես չէի ուզենա, որ Ազատություն ռադիոկայանը փակվեր, որովհետեւ Ազատություն ռադիոկայանը դա մի լրատվամիջոց է, որի հետ դու կարողանում ես մրցել։ Այսինքն կոնտենտ ստեղծող լրատվամիջոց է Ազատություն ռադիոկայանը եւ պետք է հարգել այդ լրագրողների աշխատանքը։ Factor TV Factor TV-ում է, Factor TV-ին ամբողջովին ֆինանսավորվում է կարծեմ Սորոսի հիմնադրամից, չէ, բայց ուրիշ հիմնադրամներից էլ իրանք ունեն ֆինանսավորումներ, բայց հիմնականում ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից եւ շատ անկեղծ ասեմ, ես Factor TV-ին շատ չեմ նայում եւ չեմ էլ ուզում նայեմ, երբ որ ես գիտեմ, որտեղ է թաղված շանգլուխը, այդ թաղված տեղին ես չեմ մոտենում, որովհետև չեմ ուզում ուղղակի նյարդերս փչացնեմ, որովհետև արդեն այնքան փչացած է նյարդերը, որ հիմա էլ մի հատ էլ իրանց քարոզչությունը, որովհետև տողատակերը ես ավելի շատ ընկալում եմ, հասարակ մարդը տողատակերը չի ընկալում, բայց երբ որ տողատակերը հասկանում ես,
չես ուզում։ Civilnet-ը գիտեք, որ հիմա տնօրենը Աբո Բորիկյանն է։ Ինչ ասեմ Civilnet-ի մասին։ Բան չասեմ, էլի։ Ֆինանսավորումը այստեղից է, բավականին մեր ընկերներից կան, որ ամեն անգամ իրան տալիս են, կարծեմ դանդր կա, որ ամեն ամիս է տալիս։ Չէ, հիմա որ քոաֆում է Հայաստանը տեղափոխվել եւ քոաֆն է բանանում, հիշեմ, Էլչուկյան, հա, այդ տեսակի ազգանուն կար։ Գյուրեջյան, հա, ինքն է բավականին մեծ տալիս, ստանում են եվրոպական տարբեր տեղերից, ուրեմն գրանտներ են ստանում, ծրագրեր են գրում, այստեղ իրանց օգնում է նաև Civilnet-ի հիմնադիրներից բանը, Սալվին, Գազարյան Սալվին, որը բաներ, ես էլ կարծեմ դասախոսում էր, հիմա չի աշխատում։ Հա, USA։ Աշխատում են, լավ է։ Ինչ ասեմ, Առաջինը Բաբաջանյան, առաջին Բաբաջանյան, դա ամբողջովին Նիկոլական, այսինքն Նիկոլի, ոչ թե Նիկոլական, չէ, Բաբաջանյական, դա Նիկոլական չի, Բաբաջանյական, և իմ համար շատ վիրավորական է, երբ որ ասենք հաճախ մեկ-մեկ տեսնում եմ, որ մեր ընկերներից մեկը այդ ալիքում հարցազրույցներ է տալիս կամ հարցազրույց է տալի, բայց դա իրավունքն է, կամ իրենց իրավունքն է։ Դրանք, ես մի քիչ առաջ ասացի, որ կամ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորում են մեծ Բրիտանիայից, Եվրոմիությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, անհատներից եւ կան լրատվամիջոցներ, ովքեր ուղղակի ֆինանսավորումը Հայաստանից է ու վատ վիճակում են, շատ վատ վիճակում են։ Այստեղ մի անդադ պրոբլեմներ կա այս մյուս լրատվամիջոցների հետ կապված։ Ես անդադ տարիներ շարունակ ես ատամներով պահել եմ 5-րդ տալիքը, որպեսզի 5-րդ տալիքը չքանդվի։ Որտեվ մեզ ոչ մեկ գրանտ չի տալիս։ Եթե գրանտ տան, մենք պետք է իրաց դուդուկի տակ պարենք, բայց մենք այդ պարողներից չենք, մենք չենք ուզում պարենք։ Մենք ուզում ենք զբաղվենք դասական լրագրությամբ, ասենք այն, ինչը չեն ասում մյուսները, ցույց տանք այն, ինչը ցույց չեն տալի մյուսները։ Եվ այստեղ է մեր հաջողությունը, որ 5-րդ տալիքը այսօր, օրինակ ամենաթարմ տվյալներով ասեմ, 2 անգամ ավելի շատ դիտում են YouTube-ում, քան թե հանրային հեռուստատեսությունը, հանրային հեռուստատեսության լուրերը, 2 անգամ ավելի շատ է, 3 անգամ ավելի շատ է, քան Ազատություն ռադիոկայանին։ Մնացածի մասին ուղղակի համեմատելու բան չի ասել։ Բայց երբ որ ամենասկզբից խոսքից մեջ, որ ասեցի Հայաստանում չկան չափումներ, ճիշտ չափումներ, հենց խոսքս դրա մասին էր, որ մենք YouTube-ով տեսնում ենք, դնում ենք համեմատում ենք, բայց Հայաստանում պաշտոնական չափումներ գոյություն չունեն, կա մի ընկերություն, որը ժամանակին ստեղծել է նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը, որը շահերի բախումով ինքը ունի 3 հեռուստաընկերություն, 2 ռադիո, ինքը թվերը նկարում է եւ տալիս է տարիներ շարունակ ինքը դրանով տալիս է ուրեմն բիզնեսմեններին, նաեւ բրենդային կամպանիաներին, ցույց է տալիս թե իրանք ինչ բարձր վարկանիշ ունեն եւ դրանով ինքը վերցնում է դաշտից գովազդի առյուծի բաժինը։ Գովազդի առյուծի բաժինը տանում է այդ կողմ եւ մնացած հեռուստաընկերությունները մնում են առանց գովազդի։ Եվ 8 տարի, դե տեսեք, իբր թե մարդ մեկեր էր, որ կոռուպցիան քոքահան աներ, արդարություն բեր, 8 տարի այդ մարդը չի տեսնում այդ անարդարությունը։
Չի տեսնում, որտեղ իրանց ձեռնտու է, որ ինքը չտեսնի այդ անարդարությունը։ Չի տեսնում, որտեղ ինքը իրանց հետ շահ կապված է։ Ես վստահ եմ դա ասում։ Հենց դրա համար իրանց ձեռը տալի, որ չլինեն են մյուսները, թող մնան 3-4 հեռուստաընկերությունները, որպեսզի չխոսեն, չբարձրաձայնեն, չմատնացույց չանեն թերությունները, կոռուպցիան մատնացույց չանեն, գործող իշխանության ժամանակ։ Սա ուղղակի աներևակայելի բան է, հասկանում եք, Հայաստան հիմնադրամի $100 միլիոն կորուստը, անհետացումը։ Չի եղել, չէ՞, տես բան, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների օրոք այդ տեսակի բան չի եղել։ Հայաստան հիմնադրամի ինչքան որ փող հավաքում էր, պետությունն էլ ավելացնում էր եւ սարքում էին, ուրեմն այդ ծրագրերն իրականացնում էին։ Ուղղակի կորավ տրանզակտից այդ փողը։ Ուղղակի կորավ։ Եվ երբ որ իրան ասում են, ուր է, ասում են, հարմար եմ գտե տենց եմ արել, ինքը ոչ մեկին հաշվետվություն չի տալիս։ Անիֆը հիմա մենք չբարձրացնենք անիֆի ծախսերի մասին։ Խայտարակ յուրացումներ է գնացել։ Խայտարակ բաներ է տեղ ունեցել։ Բայց հենց բարձրացնելուց դառնում է օտարերկրյա երկրների շահերը սպասարկող լրատվամիջոց։ Բայց չէ՞ որ այդ գումարները մեր Հայաստանի բյուջեի գումարներն են։ Ինչ կապ ունի այստեղ օտար երկրները, ինչ կապ ունեն այդ օտարերկրյա ծառայությունները։ Չբարձրացնենք քաղաքապետարանը ինչ է կատարում, ինչ այլանդակություններ է կատարում։ Այսինքն, երբ որ դու բարձրացնում ես, երբ որ դու ճշմարտության մասին խոսում ես, դու արդեն օտար երկրների ծառայություններ մատուցող լրատվամիջոց ես։ Հիմա էս է այդ վիճակը, բայց ոչինչ, փառք Աստծո, մենք այդ վիճակից կարողանանք դուրս գանք, հուսով ենք, որ տեսնենք 26 թվականը որոշիչ տարի է լինելու, կարելի ասել եւ ապրելու կամ չապրելու տարի է լինելու, որոշիչ է լինելու այդ կարգի 26 թվականը մեր երկրի համար եւ ես ուզում եմ հույս ունենամ, որ կվերջանա այս մղջավանձը, ինչ որ այս 8 տարի արդեն մեր երկրում տիրում է։ Ես երկու հատ հարց ունեմ։ Առաջինը 100 միլիոն ինչ ասացի, կորա դա 2020 թվին 44 օրյա պատերազմից հետո որ ամբողջ աշխարհի հայությունը մոտ 300 չգիտեմ ինչքան միլիոն դոլար։ Դա ժամանակ էր, այո։ Այո։ Իսկ երկրորդ հարցը ինչ կասե առավոտ եւ հրապարակ թերթերի մասին։ Այսինքն որպես վերլուծություն։ Տեսեք, հրապարակ թերթը բոլոր ժամանակներում իր դեմքը պահել է, բոլոր ժամանակներում կարողացել է բարձրաձայնել, վերհանել խնդիրները եւ ի պատիվ Արմինե Օհանյանի պետք է ասեմ, որ այս 8 տարիներում ինքը շատ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ինչ վերաբերում է առավոտին, առավոտում աշխատող լրագրողները պրոֆեսիոնալներ են, խմբագիրը պրոֆեսիոնալ է։ Եվ երկուսից որևէ մեկի պակասության դեպքում, չլինելու դեպքում շատ կտուժի հայկական, այսպես ասեմ, մամուլը։ Երկուսն էլ իրանց ուրույն տեղ ունեն հայկական լրատվադաշտում եւ երկուսն էլ արժանի են, որ իրանք լինեն եւ լինեն հենց այսպես, ինչպես որ իրանք կան։ Շնորհակալություն։ Տեղի վրա նույն հարցին պատասխան հարց ունեմ։ Արդյոք դրանք չեզոք են երկուսին 100%։ Այո։ Քանի %։ Այո։ Տեսեք,
խոսենք չեզոքության մասին։ Հա, դրա համար է ասում հարց ու պատասխանի ժամանակ հարցեր կծակեն, որտեղ ես տենց ուղղակի ոտքի վրա առանց նշումների եմ խոսում, էլի։ Խոսենք չեզոքության մասին։ Աշխարհում չկա ազատ անկախ լրատվամիջոց։ Չկա։ Չկա չեզոք լրատվամիջոց։ Աշխարհում չկա, ուղղակի չկա այդ տեսակի բան։ Կա որոշակի շահեր սպասարկող կամ որոշակի կորպորացիաների շահերը սպասարկող, որտեղ կորպորացիաների մեջ են տարբեր լրատվամիջոցներ։ Բայց իրենց ազատությունը եւ իրենց անկախությունը լրատվամիջոցները շահում են, վերցնում են իրենց պրոֆեսիոնալիզմի հաշվին։ Ոչ թե հորինում են ինչ-որ բաներ, այդ պրոֆեսիոնալիզմը, օրինակ տեսեք, մինչև Ուկրաինայի պատերազմը ես մեր երեխեքին ասում էի, մեր աշխատողներին ասում էի, ախր դուք էլ նայեք ռուսական հեռուստատեսությունները, լավ իմանալով, թե Ռուսաստանը ինչ տեսակի բանի տակ է, հա, ճնշման տակ է լրատվամիջոց։ Տեսեք լրագրողները ինչ ծավալի աշխատանք են անում եւ ոնց ինչպիսի պրոֆեսիոնալիզմով են աշխատում, որ նույնիսկ չենք էլ զգում, թե ինչ անդեպ կատարվում։ Հետո պատերազմը ուկրաինական որ եղավ, իհարկե ամեն ինչ փրվեց, ընդդեմ լրիվ ուրիշ վիճակ է, բայց դա էլ է նորմալ, որտեղ պատերազմ է։ Հիմա որևէ լրատվամիջոց ինքը որպես այդպեսին անկախ չի։ Հատկապես Հայաստանում, երբ որ սոցիալական վիճակը այնքան վատ է, մարդիկ թեր չեն առնում եւ իրանց հույսը կայքերում եւ թերթերում ռեկլամներ դնելն է։ Հիմա տեսեք, ամենաշատ ռեկլամը, ամենաշատ, այսինքն advertising-ը կա հայկական ժամանակ թերթբանում, կայքում։ Այսինքն մարդիկ ընդեղ են դնում, որովհետեւ դրանով նաեւ իրենց ապահովագրում են։ Բաները, գործարարների մասնախոսքը։ Կամ ուղղակի զանգում են, ասում են պետք է այսինչ թերթում դնեք գովազդը։ Այս դեպքում հարց է առաջանում։ Հրապարակը կամ առավոտը որքանով են անկախ։ Ուրեմն ինչ-որ միտեղից կարող են սնվել, որպեսզի կարողանան տպագրել, աշխատավարձ տալ, բայց այս այդ լրատվամիջոցներն են, որոնք եթե նույնիսկ կողքից, ինչ-որ մեկից, ինչ-որ նվիրատվություն կամ չգիտեմ ինչ ստանում են, գոնե իրանք իրենց պրոֆեսիոնալիզմը չեն վաճառում, կարողանում են իրենց պրոֆեսիոնալիզմը պահել։ Ասել, որ Հայաստանում կա, հիմա նայեք, սա ցուցադրվեց, այս հետազոտությունը, որ արվել էր, այդ հետազոտության ժամանակ, ուրեմն նստած էին Եվրոպայից եկացած մասնագետներ, դահլիճի կեսը եվրոպացիներ էին, հեռուստատեսության համաժողով պետք է լիներ Հայաստանում, եւ բանախոս բաների մեջ ուրեմն նաեւ ես բեմում հանդես եկա, մեր 4-5 հրավերեցին, որից մեկը ես էի։ Ես այս նույն բաներն ասացի։ Հիմա 5-րդ ալիքը եթե ունի սեփականատեր, հստակ է, այստեղ որ բացենք, սեփականատեր, սա մեր սեփականատերն է։ Հիմա 5-րդ ալիքը ունի սեփականատեր։ Ցանկացած հեռուստատեսություն ունի սեփականատեր։ Ցանկացած թերթ ունի սեփականատեր։ Հիմա ես որպես 5-րդ ալիքի գործադիր տնօրեն որքանով եմ անկախ։ Իմ անկախությունը ես ապահովագրել եմ, երբ որ ինձ առաջարկվել է 5-րդ ալիքը ռեբրենդինգ արվի, այսինքն հեռուստատեսությունը ռեբրենդինգ արվի, 5-րդ ալիք ստեղծվի, եւ հավաքվի կոլեկտիվ,
Ես իմ անկախությունը ապահովագրել եմ հետևյալի, ես կաշխատեմ մի պայմանում, որ դու չխառնվես մեր խմբագրական աշխատանքներին։ Այսինքն ես իր դեմ դրել եմ խնդիր։ Եվ եթե քաղաքում ինչ-որ մեկը զանգահարում է Թավադյան Արմենին եւ դժգոհություն է հայտնում ինչ-որ մի ռեպորտաժի համար, կամ զանգում է Թավադյան Արմենին եւ ասում է մենք միացած միջոցառում ունենք, կարող է 5-րդ տարեկը լուսաբանի, Թավադյան Արմենը պատասխանում է։ Ես կապ չունեմ, ես սեփականատերն եմ, բայց այդտեղ բոլոր հարցերը լուծում է Հարություն Հարությունյանը, իր հետ կապվեք։ Այստեղ ես արդեն ազատ եմ։ Ես ազատ եմ, որովհետև իմ սեփականատերը, սեփականատիրոջ հետ ես ունեցել եմ պայմանավորվածություն, որ դու ինձ պետքա չխանգարեք։ Երբ որ իմ աշխատանքից դուք դժգոհ կլինեք, երբ որ ես չեմ կարողանա հեռուստատեսության որակը այնպես բարձրացնեմ, որ մարդիկ սկսեն մեզ չնայել, ես կգնամ, կամ դուք ինձ հեռացրեք աշխատանքից, կամ ես ինքնական կհեռանամ։ Բայց դուք ինձ տվեք ազատություն, որ ես կարողանամ հեռուստատեսության հեղինակությունը բարձրացնեմ, մարդիկ մեզ վստահեն, մարդիկ մեզ նայեն։ Եվ ինչի որ ես ստացել եմ։ Եվ մեր պայմանավորվածությունը մինչև այս պահը միշտ հարգվել է եւ երբեք չի եղել դեպք, որ իմ սեփականատերը ինձնից ինչ-որ բան պահանջի։ Եթե նույնիսկ սեփականատիրոջը ինչ-որ բան պետք է եղել, ինքը չի պահանջել, ինքը խնդրել է։ Զանգել ասել է, Հարութ ջան, մի հատ խնդրանք կա, կարող ես այս ինչ գինու պրեզենտացիան հնարավոր է նկարեք, եթե ազատ մարդ կունենաս նկարենք։ Ասենք Արցախից գինիներ էին բերել, պրեզենտացիա են անում Երևան հյուրանոցում, գնացել ենք նկարել ենք։ Բայց խմբագրական աշխատանքի միջամտություն երբեք չի եղել։ Սա է ամենակարևոր հանգամանքը եւ այստեղ օրինակ մենք երբ որ առավոտը ժողովներ են կանում, թե ինչ պետք է նկարենք, մեր լրագրողները մեծ ազատ քննարկումներ են անում։ Ինչի մասին նկարենք, ինչի մասին չնկարենք, վայ այս դեպքը պետք չի, մի դեպքը պետք է, այսի շատ կարևոր է, սա սոցիալական հարց է, սա տնտեսական հարց է, պետք է սրան անդրադառնալ։ Այսինքն ժողովը ամեն առավոտ տևում է մոտ կես ժամից 45 րոպե, որից հետո յուրաքանչյուր լրագրող գնում է եւ իր ռեպորտաժը պատրաստում է։ Մենք էլ գործ չունենք, մենք այդ ազատությունը տվել ենք լրագրողներին։ Լրագրողներն իրենք գիտեն արդեն ոնց անեն, եթե իրենք պրոֆեսիոնալ են։ Իսկ եթե իրենք պրոֆեսիոնալ չեն, իրենք մեր մոտ գործ չունեն, մեր մոտ անելիք չունեն։ Մենք ենք ընտրում ում հետ աշխատենք։ Ես խմբագրություններ գիտեմ, որ պետական համալսարանի 4-րդ կուրսի 4-րդ կուրսի լրագրողը, որ դեռ ոչ մի բան չունի, ոչ մի փորձ չունի, ինչպես են գնում են խմբագիրը ոնց է փչացնում։ Ոնց է այդ մարդու կամ այդ աղջկան կամ այդ տղային դարձնում չէ լրագրող։ Իր հանձնարարություններով։ Մենք մեզ այդպես բաներ թույլ չենք տալիս։ Այստեղ է գալիս, որ ինչքանով ես դու ազատ եւ ոնց անես, որ քո ազատությունը կարողանաս պահես եւ ոնց անես, որ քո ազատության համար նաեւ պայքարես։ Մեր մոտ այդ հարցը լուծված է։ Այդ հարցը նաեւ լուծված է շատ տեղերում։ Այդ հարցը լուծված է ասենք հրապարակում, այդ հարցը լուծված է առավոտում, այդ հարցը էլի որոշ բաներում 168-ում լուծված է։ Որոշակի կարող է լինեն շեղումներ, որոշակի բաներ կարող կլինեն, բայց սա է ազատ լրատվամիջոց լինելու համար պարտադիր չի, որ դու լինես անկախ։ Անկախ լրատվամիջոցներ չկան, բայց ազատ լրատվամիջոցներ պարտավոր ես, ազատ լրատվամիջոց պարտավոր ես լինել։ Անահիտ ջան, Սեփականատեր ասելով ինչ եք հասկանում, մեկ հոգի իրեն անձնական ֆայնանսն է դրել, ինքը նյութականով է պատասխանատու, թե գոյություն ունի, ասենք, board of directors, որոշումներ, թե ենթական սեփականատեր ասվածը ինքը կարող է ուրիշ աղբյուրներից ֆինանսավորել թերքը։ Ես ուզում եմ հասկանալ նրա կոնցեպտը Հայաստանում։ Ուրեմն կա երկու տարբերակ Հայաստանում, կամ սահմանափակ պատասխանությամբ ընկերություն ես, որը LLC-ն է,
կամ փակ բաժնետիրական ընկերություն։ Օրինակ տվյալ դեպքում Երկիր մեդիան փակ բաժնետիրական ընկերություն է։ Երկիր մեդիայի սեփականատերերը մի քանիսն են։ Ամեն մեկը իր փայաբաժնով։ Այստեղ էլ կարա, LLC-ում էլ կարա լինի երկրորդ սեփականատերը կամ երրորդ սեփականատերը, այսինքն տոկոսների բաժանում 100%-ի սեփականություն կամ 30-30-30 կամ 33-33-33 կամ ուղղակի 50-50։ Հայաստանում նաև գոյություն ունի մի տեսակի օրենք, որ հատկապես հեռուստատեսությունները իրավունք չունեն սեփականատերը օտարերկրացի լինի եւ 51% փայաբաժին ունենա։ Այսինքն կարող է օտարերկրացի լինի, բայց մասնաբաժինը պետք է 51%-ը չանցնի։ Հակառակ դրան, բայց հիմա դա գործում է մնացածի դեպքում եւ կարա չգործի ցանկալի դեպքում, իրանց ցանկացած հեռուստաընկերության, որ դա կա այդ տեսակի մի հեռուստաընկերություն, Boom TV, որը ամբողջովին 100% ֆինանսավորվում է մեծ Բրիտանիայից է։ 100%։ Եվ այդ մարդիկ չունեն ֆինանսի պրոբլեմ, չունեն աշխատավարձի պրոբլեմ, ունեն լավագույն տեխնիկաները։ Մեծ Բրիտանիան, ուրեմն իրանց տալիս է այդ որը։ Նրանք իրավունք չունեին լինեին մուլտիպլեքսի վրա, բայց իրանք տվել են հնարավորությունը, որ իրանք լինեն մուլտիպլեքսի վրա։ Ես չեմ ուզում ասեմ ինքը լավ TV-ա, վատ TV-ա, չգիտեմ ինչա, դա չեմ քննարկում։ Ես օրինակ խախտումն եմ, բարձրաձայնում օրինակ խախտումը։ Հիմա ձեր հարցին Անահիտ ջան պատասխանեմ մեկ ուրիշ ձևով։ Սեփականատերը, 100% սեփականատերը ինքն է ներդրումն արել։ Այն հույսով, որ TV-ն կարա նաև աշխատի պլյուսով, որը բիզնես կարա դառնա։ Եվ իրոք կարա դառնա բիզնես, եթե Հայաստանում լինի արդար չափումներ։ Բայց Հայաստանում 8 տարի է արդար չափումներ չի լինում։ Ավելին ասեմ, հիմա Հայաստանում մի հատ օրենք են ընդունել, որ դու 1 միլիոն դրամից չէ, 1 միլիոն դրամից ավել որ փող ես տանում դնում հաշվի վրա, պետք է գրես, թե այդ փողը քեզ որտեղից։ Եվ եղել են ամիսներ են եղել, երկար ամիսներ, որ մեր աշխատած գումարը, դե մենք նաև ռեկլամներ ենք, advertising ենք վաճառում, պատվերներ ենք կատարում, ֆիլմեր ենք նկարում, այդ ֆիլմերից ենք մուտքեր ստանում եւ այլն, հա, բայց չի բավականացրել, որ աշխատավարձ կարողանանք բոլորին վճարենք։ Եվ մեր սեփականատերը, ասենք, որոշակի գումար է տալիս, տանում բանկում դնում, որ աշխատավարձ վճարվի, որտեղ քարտերով ենք վճարում, եւ նաեւ հարկել է։ Ինքը իր մոսկվայյան բիզնեսներից տեղափոխեց այստեղ ամբողջ գումարը եւ մնաց Հայաստանում։ Եվ եկավ մի պահ, որ դա էլ արդեն չի ստացվում։ Այսինքն, տեսեք ինչ է կատարում։ Պետությունը պարտադրում է յուրաքանչյուր աշխատողի համար հարկերը վճարես պետությանը ճիշտ օրը եւ այնտեղ տարբեր էլի վճարիքներ կան։ Պետք է վճարես, իրան չի տալու, որ դու փող չունես քո գանձարկվում, փող չկա կամ փողը պակաս է։ Պետությունը պարտադրում է հեռարձակող ընկերությանը պետք է վճարես, թե չի կանջատի, բայց իրան չի տալու։ Իսկ այդ փողը ո՞նց է գալի։ Դրա համար պետք է լինի չափող ընկերություն, որ չափող ընկերությունը կարողանա չափի, ճիշտ տվյալներ տա գործարարներին, գործարարները կողմնորոշում են, թե որ հեռուստատեսությունում, որ թերթում, որ YouTube-յան ալիքում, ռեկլամ գումար, այսինքն գումար ծախսեն, թե չծախսեն։ Իրականում 8 տարի ամենամեծ ընկերությունները, Procter & Gamble, ասենք Coca-Cola, Pepsi-Cola, այսինքն բրենդային, հա, բաները առաջնորդվել են կեղծ բաներով, չափիչ տվյալներով։ Այսինքն մարդը ունի 2-3 հեռուստատեսություն, ինքը գրում է առաջին տեղեսի, երկրորդ տեղեսի, երրորդ տեղեսի, մնացածին ուղղակի նկարում է։
Եվ նրանք ուղղակի առաջնորդվել են դրանով խաբվելով հիմա նոր, այսինքն 7 տարվա պայքարը մեր, 7 տարի պայքարելուց հետո կարողացանք, որ մի կներեք հնդկական ընկերություն բերենք, մեծ դժվարությամբ, որպեսզի այդ ընկերությունը սկսի չափել Հայաստանում մամուլը, YouTube-ը, հեռուստատեսությունը, ռադիոն չափի, որ ունենանք հստակ պատկեր։ Հենց այս ուսումնասիրության մեջ դրա մասին կա լսարանի չափումներ բաժինը կա, արդյոք կլուծվի հեռուստատեսային լսարանի չափման հարցը։ Սա անգլերեն եւ հայերեն է, այսինքն կարող եք եւ անգլերենով կարդալ եւ հայերենով կարդալ, որտեղ հստակ այն ինչ որ հիմա ես դες ասեցի, այստեղ ձևակերպված է եւ գրված է։ Այսինքն ես այս մեր հանդիպմանը ոչինչ ուղղակի իմ երևակայություններով չեմ ասում, այլ միայն խոսում եմ փաստերով, որը արդեն արկա է։ Եվ այս սա հենց այդ վիճակն է, որ ուղղակի շատ մեծ ուսումնասիրություն է, դրա համար կառաջարկեմ ում որ կհետաքրքրի, մի հատ ուղղակի անցնի, մտնի, նայի եւ փորձի հասկանալ ինչ վիճակ է Հայաստանում։ Խնդրեմ։ Դուք եք չէ՞, հա։ Հասանելիության մասին մի ասեցիք, որ կառավարական չափումներ չկան, բայց Կառավարական չէ, չափումներն էլ մասնավոր է ելի, մասնավոր հիմնական։ հասանելիության մասին ուզեի ասել ընդհանրապես, որտեղ ասկի առաջ հարցեր են անցին հոմեգը ամբողջ Հայաստանի տարածքի վրա կհասնի, անորամար կառավարությունը ուզած բուրեր, ուզած ձևով կդարածել, եւ նույնիսկ ասին ժողովրդին մեկ կարևոր մեկ մասը դերյակ անգամ չէ, որ Ղարաբաղի մեջ ինչքան դժվար պայմաններ են, շրջապատում կա, ուրեմն ես ուզեի գնալ, որ դիմադիր մամուլը ինչ հասանելիություն ունի, երկրորդ դաշնակցական մամուլը այսօր Հայաստանի մեջ ինչ է, ինչ իրականություն կներկայացնի եւ ինչ հասանելիություն ունի նաեւ։ Տեսեք, եթե խոսքը հեռուստատեսությունների մասին է, հա, ես դեք մամուլը առաջ ոնց էր, առավոտյան հասնում էր մարզեր։ Հիմա չկա այդ ծառայությունը։ Մամուլը մոռացանք, այսինքն մնացինք համացանցի հույսին, հա։ Խոսքը հիմա հեռուստատեսությունների մասին է։ Հայաստանում, այո, ամբողջ Հայաստանը ծածկում է հասանելիությունը։ Հոմեկը իր երկու բանով, հոմեկ եւ էլի հոմեկի լուրեր, երկու ալիք ունի։ Կենտրոնը Արմենիան շանթ է, որոնք երբեք խնդրահարույց հարցեր կապված իշխանությունների հետ չեն հեռարձակի։ Մնացածը Երևանյան շրջանն է, 5-րդ ալիքը Երևանյան շրջանն է, բայց հիմա քանի որ զարգացած է ամեն ինչ, զարգանում է, կաբելային հեռուստանքի, կաբելային բաներ կան, կաբելներով մենք կան եւ կաբելներով մենք մարզեր հասնում ենք։ Եվ մարդիկ կան, որ հիմա ITTV, հիմա ես օրինակ այստեղ տանը բոքսը ունեմ, առավոտից իրիկուն, ես նստած նայում եմ իմ ալիք, այսինքն 5-րդ ալիքով ինչ է հեռարձակվում։ Ուղիղ, հա, $10 է, այսինքն տարեկան $100 փող եք ուծում, ամիսը $10 է անդամավճարը, բոքսը դրած է, 5-րդ ալիքը ես մի ասում եմ, ուղիղ հետևում եմ Ամերիկայում։ Նույն ձև դա կա, ասենք Հայաստանում։ Հայաստանում նաև կա Յուքոմ ցանցը, հեռախոսների, այդ սելուլերների վրա, հա, այդ բաները կա, ափերը կան, որ էլի կարող ես նայել, բոլորի ձեռքում կա։ Եվ վերջապես կա YouTube-ը։ Հիմա YouTube-ում մեր դիտողականությունը, ես մեր եք ասել, հենց նայել եմ ու եկել եմ։ Երեք եղել է 800,000 դիտում YouTube-ում, 800,000։ 800,000-ի 63.5%-ը Հայաստանն է, ուրեմն 12%-ը Ռուսաստանն է, 12.3 Ռուսաստանն էր, 3.5-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր։
Ու հետո արդեն գալիս է Գերմանիա, Հոլանդիա, Ֆրանսիա եւ այլն եւ այլն։ Ուզում ասեմ, ամենա 5-րդ տարիքը Հայաստանում նայում են, գյուղերում են նայում, այդ հասանելիությունը դա մուլտիպլեքսի մասն է խոսքը, որ պետական բանկա հեռարձակող աշտարակը որ կա, դրանով հեռարձակվում է, բայց նույնիսկ հեռավոր գյուղերում մենք կաբելով կամ YouTube-ով կամ չգիտեմ IPTV-ով, հա, IP-ով, հա, IPTV-ով մեզ մարդիկ նայում են, մեզ որ, բայց իհարկե հասկանում եմ, հեռավոր գյուղերում մարդիկ ոչ այդ հնարավորություն ունեն, որ IT առնեն, ոչ հնարավորություն ունեն նույնիսկ հեռուստացույց փոխեն, ինչ ունեն դրանով իրանք միացնում են, այո, հմեկը գերիշխում է, և հմեկը ոչ միայն հմեք, այլ նաև հմեք լուրեր, Արմենիան շանտ, նրանք լրիվ բավարար է, որ լիքը բաներ չիմանան, շատ բաներ չիմանան։ Իսկ դաշնակցական Նայ, դաշնակցական մամուլ հիմա չկա, երկիր AM կայքն է, էլեկտրոնային, երկիր մեդիան բավականին երկար ժամանակ չէր գործում, հիմա վերագործարկվել է, հիմա սկսել են աշխատել և բավականին ակտիվ ես հետևում եմ, նայում եմ, տեսնում եմ, բայց դեռ կան խնդիրներ, պրոբլեմներ, նյութականի պակաս կա և այլն, ինչքան որ կարողանում են, հա, ինչքան որ կարողանում են, նույնիսկ իրենց հնարավորություններից ավելին փորձում են անել, մի քանի անգամ ավելին փորձում են անել, բայց իհարկե ծանր է վիճակը, որտեղ նյութականի խնդիր կա, հիմա իրանք հեռարձակվում են YouTube-ով, Facebook-ով, ավիա այդ կաբելային հեռուստատու բանով կա, Ucom-ում կան իրանք, Ucom կաբելայինում կան, և ըստ 2-3 այդպես կաբելայինում կան, կամաց հիմա բան կանեն, կաբելացնեն բանը իրանց լսողական դաշտը կաբելացնեն, նոր է սկսել, խնդրեմ։ Ինչ որ հասկացա ես ձեր խոսակցություններն կամ դված դերակցությունները Հայաստանի ռազմական թաշտը երկու մասի պատճառված է։ Մեկ կողմը այսպես ասած իշխանամետ, մյուս կողմը ինչ-որ ցույցիկ ազատ։ Հիմա ինձ համար ազատը արդյոք ինտիմատիվ է, իսկ եթե ինտիմատիվ է, որևէ խոչընդոտներ կան, պետք է Ես ամեն անգամ երբ որ ինձ հարց են տալիս, կամ հարց չեն տալիս, ուղղակի արտահայտում են ասում ընդդիմադիր մամուլ, ես ասում չէ, ընդդիմադիր մամուլ գոյություն չունի, կա ազատ մամուլ։ Մամուլը չի կարող ընդդիմադիր լինի, կուսակցությունը կարող է ընդդիմադիր լինի, մամուլը պետք է ազատ լինի։ Այս սխալ մոտեցումը, հասկանում եք, երբ որ դու ազատ լրատվամիջոց ես, արդեն ազատ ես։ Սա ամեն ինչ է։ Եվ ընդդիմադիր, ես չեմ ընդունում ընդդիմադիր մամուլ հասկացողությունը, գիտեք, չեմ ընդունում, ուղղակի չեմ ընդունում, շատերն են ասում, այ դրանք ընդդիմադիր են, եսի ընդդիմադիր մամուլ է, եսի ընդդիմադիր մամուլ է, ես ընդունում եմ հետևյալը, ազատ մամուլ և դեղին մամուլ։ Մամուլի երկու տեսակ, ազատ մամուլ և դեղին մամուլ, վերջ, չկա ուրիշ բան, ընդդիմադիր մամուլ, հիմա ուրիշ մեկը այստեղ կանգնած լինի, կասի, հա, ընդդիմադիր են սրանք, հա, բայց ես չեմ ընդունում դա։ Ինչքան որ մենք ընդդիմության հիմքին հաճելի լրատվություն ենք տալ, չի նշանակում, որ մենք ընդդիմադիր ենք։ Դա մեր ազատությունից է, որ մենք կարողանում ենք դա տանք։ Եթե մենք ազատ չլինենք, մենք չենք կարողանա տանք։ Ինչպես չի կարողանում տալ, ասենք, հանրային հեռուստատեսությունը։ Ինչպես չի կարողանում տալ, ասենք, իրանց ընտանեկան թերթը, հա, հայկական ժամանակը, կամ մնացած իրանց սուկ կայքերը, կամ այստեղ հիշատակվեցին անուններ, որ հիմա նորից չկրկնեմ։ Ռոբերտ, ինքսեմ։ Շնորհակալ ձեր բացատրություններով, հետաքրքիր տվյալներ ներկայացրեցիք, ես հարցում ունեմ իհարկե հարցուց հետո կտամ, բայց հետաքրքիր տվյալ ես ու ներկայացնեմ, ասեմ ուրիշների համար հետաքրքիր լինի, քանի որ չափումների մասին խոսեցիք, հատկապես YouTube-յան ալիքների, ուրեմն ինչ-որ հարթակ հնարավորություն է տալիս բոլոր այս YouTube-յան ալիքները, որ կան հայկական,
համեմատել, օրինակ համար ինչքան դիտումներ են ունեցել, հետաքրքիր տվյալներ են, օրինակ առաջին տեղում խանարներ մեջին մեկ շաբաթվա դեկտեմբերի 11-ից մինչև այսօր որ դեկտեմբերի 18-ն է, ուրեմն Փան Արմենյանը 25 միլիոն 600,000 դիտում է ունեցել, այսինքն յուրաքանչյուր հայ աշխարհում 2.5 անգամ հավանաբար դիտել եք, գիտեք արդեն միայն սերիալներ եւ այդպիսի բաներ են։ Հա, այդ սերիալներ են դրանք։ Այո, իսկ երկրորդ տեղից մայտարկի այստեղից հա որ օրինակ երկրորդ տեղում հայերի կայքեջն է, որ 8 միլիոն 700,000 դիտում է ունեցել անցած մեկ շաբաթվա ընթացքում։ Երրորդ տեղում Շանթն է, չորրորդ տեղում Ձեր Ալիքն է, այսինքն երրորդ Ալիքն է կանգնած 5 միլիոն 164,000 դիտումով։ Հետո News.am-ը հետո Դա ինչ ռեսուրս է։ ինքերից մեկն է կարողացել է Սխալ է տվյալները։ ինքն ասում YouTube-ից է վերցնում սրա։ Չէ, սխալ է տվյալները։ Բայց արդեն ինչքան ասում տվյալները ճիշտ է Ամենաճիշտ, ամենաճիշտը հենց YouTube-ի անալիտիկան ինքը ուսումնասիրելն է։ YouTube-ի անալիտիկան է ճիշտ ցույց տալիս ամեն ինչը։ Ես հեռախոսის մեջ ունեմ հետո Ձեր տված տվյալները կարծում եմ մոտավորապես, որ մեկ օրվա ընթացքում 800,000, մեկ շաբաթվա ընթացքում 5 միլիոնը կարծում եմ մոտավորապես ճիշտ է դուրս գալիս, բայց ցանկի տեսակետից է ուզում ասել, հիմա այս բան չունեմ ասելու, բայց չէ, բան չունեմ ասելու, բայց ամենաճիշտ տվյալը այս պահին դա YouTube անալիտիկն է, որ դու իրան կարող ես մտնել, կարող ես նայել եւ տեսնել ինչ տարիքային խմբեր են քեզ նայում, որ սերվից են ինչքան նայում։ Ինչ որտեղ կա որ բոլորը դիտակ հնարավոր լինի համեմատել, այսինքն բաց։ Հա, կա այդ տեսակի հնարավորություն, կա այդպես գործիք, որի մեջ դու գրում ես այս լինքերը դնում ես եւ ինքը քեզ տալիս է ուրեմն այդ բաները։ Հիմա ես որ վերջացնեմ, ես ցույց կտամ քեզ, հա։ Իսկ հարցուս հետեւյալ հարցում ունեմ ձեզ, վերջի շրջանում մենք մի հատուկ տեսակի լրագրողության Երևան գալու ականատես ենք եղել Հայաստանում, այսինքն այն պաշտոնական կայքեջերը կան, հեռուստաալիքները կան, բայց հիմա Երևանին եկել անհատ այդպես ասած լրագրողներ, վերջնասով այս կամերան դառնում է մեկ սենթոն դառնում է կամերա, եւ դառնում են լրագրողները եւ սկսում են լրագրողական աշխատանք տանել, այդ աշխատանքը արտացոլվում արդեն YouTube-յան ալիքներում եւ տեսնում ենք արդեն բավական այդ տարքի միտեղ միջոցառում կա մի 30-40 անիմարտ մոքի միած սենթոն ձեռքում, որպես լրագրող սկսում է արդյունքներ տալ եւ բնականաբար որովհետեւ կաղապարի մեջ չեն տեղավորվում, օրինակ ձեր հեռուստատեսության լրագրող եթե գնում է, դուք աշխատանքային հստակ շրջագիծ ունեք, հարցադրումները պրոֆեսիոնալ հարցադրումներ գիտեք ինչպես եք, բայց անհատ մարդիկ որ գնում են, ամեն դեպքում կաղապարի մեջ չեն տեղավորվում, դրա մասին մենք եկան։ Դրա համար ես ասացի, որ սոցցանցերի իհայտ գալուց հետո լրատվության տեսակը փոխվեց։ Հիմա մարդիկ Telegram-ում կարող են բացել ալիք, իրանց ալիքը ունենան Telegram-ում եւ գրել ինչ ուզեն, ցույց տան ինչ ուզեն։ YouTube-ում կարող են բացել իրանց օգտատեր դառնան YouTube-ում, ասենք յուրաքանչյուր Gmail ունեցողը հնարավորություն ունի YouTube-ում ունենա իր ալիքը, հա։ Եվ իր նկարածը գցի YouTube։ Ես YouTube-ը շատ լավ եմ ուսումնասիրում, շատ լավ եմ ուսումնասիրել եւ գիտեք YouTube-ում շատ լուրջ թվացող հաղորդումներ կան, որոնք fake են։ Ռուսական դաշտում, ուկրաինական դաշտում, հայկական դաշտում, այն ինչ որ ես հասկանում եմ, վրացական դաշտ չեմ մտնում, որտեղ վրացերեն չեմ հասկանում, թուրքական չեմ մտնում, որտեղ թուրքերեն չգիտեմ, բայց այն ինչ որ ես հասկանում եմ, ես մտնում եմ մի քանի անգամ նայելուց հետո ես հասկանում, նայ, ես YouTube կարողանում եմ նաև հասկանալ, թե ամերիկյան որ գործիչը ինչ մեկնաբանություն է տալի, դա որ պրոռուսական լինի կամ Russian Today հետ կապված լինի կամ չլինի։ Այսինքն, բայց սա ուսումնասիրությունների արդյունք է սա։ Ձեր ասածը համաձայն է, հիմա կասենք Մակարյան News, հա, Բադոյան News կամ հա, մարդիկ անհատներ են, սա ես դրա համար եմ ասում դասական լրատվություն եւ սոցցանցային լրատվություն։ Ուզենք թե չուզենք պետք է հաշվի նստենք իրանց հետ, որտեղ առաջի ինֆորմացիայի աղբյուր են նաեւ իրանք։ Առաջի, բայց շատ դեպքերում իհարկե դա հասկանում ենք։ Իսկ մի հարցուց եմ եկել այս հարցություն, ունեմ վերջի շրջանում մի շարք լրատվամիջոցների հսկայական բաժետներով Երևան գալու ականատես ենք եղել, բայց հետո շուտ էլ փակվել են, հիմա չգիտեմ լսել եք թե չկամպեզած լինեք, Free Open Media,
Դավիթ Գրիգորյանին էր, մայիսին բացվեց հսկայական բյուջեով։ Դավիթ Գրիգորյանը չէր։ Դավիթ Իրանը չէր։ Ինքը ուղղակի հիմնադիրներից էր, բայց Իրանը չէր։ Հիմնադիրներից էր, բայց գիտեք Արմա Բաղաջանյանի կայքների ժամանակ էր աշխատում, բայց հսկայական բաժետով հետո որ փակելու ժամանակ մի քանի օր փակվեց, հսկայական անձնակազմ, հսկայական ստուդիաներ, կամերաներ, մի տեսակ չգիտեմ տեղյակ եք ինչ Շատ տեղյակ եմ, բայց քանի որ Շատ կներեք մեկ վարկյան մեքենայի համարը 9NQZ024 Lexus-ը ճանապարհ փակել է, խնդրեմ տեղը փոխեք ձեր մեքենայինը։ Եվ հա, Եվրոպեր տեղյակ են, գուցե մի քիչ ավելի տեղյակ են, քան թե շատերը, գուցե ոչ ամբողջական տեղյակ չեն, բայց գիտեք, ես մի քիչ առաջ մի բան ասացի, որ ես լրագրողներից ասում էի, հենց իմանաք ինչի մասին չգրեք, արդեն լրագրող եք։ Հիմա երբ որ ստեղ կամերա է դրված եւ ուղիղ հեռարձակվում է։ Ձայնագրվում։ Չէ, ուղիղ չէ հեռարձակվում։ Հա։ Լավ, եթե ուղիղ չէ հեռարձակվում, ասեմ։ Այդ մեդիան բացվեց Էվոկա բանկի սեփականատերերի գումարներով։ Այդ մեդիան ցնցում առաջացրեց մեր լրատվական դաշտում։ Ինչի՞։ Որտեղ երբ որ ես վճարում էի մոնտաժնիկին, այսինքն մոնտաժողին 220,000 դրամ կամ 170,000 դրամ, իրանք իմ մոտից տանում էին մարդիկ եւ վճարում էին 3 անգամ ավելի շատ գումար։ Այդտեղ երբ որ իմ մոտ ասենք մեկնաբանը առավոտը ժամը 9-ին գալիս է եւ աշխատում մինչեւ երեկոյան ժամը 9-ը, 10-ը եւ մեծ ծավալի աշխատանք անում, ահռելի ծավալի աշխատանք անում, ինքներ, եթե նայում եք 5-րդ տանի, կտեսնեք թե մեր մեկնաբանները ինչքան պրոֆեսիոնալ են այդ ամեն ինչը տեքստերը։ Եվ ես նրանց վճարում ասենք 250,000 դրամ, իսկ իրանց մոտի մեկնաբանները ստանում 800,000 դրամ, պատկերացնում եք, չէ՞ ինչ դժվար է պահել եւ ցնցեց ամբողջ լրատվադաշտը։ Հավաքեցին, սա գնում էին, սա չգիտեմ ինչ էին անում եւ շատ կարճ կյանք ունեցավ։ Մոտավորապես զգացել եմ իշնա, այդ որ ասում են Ադրբեջանն ասեց փակեք, չէ, բան չեմ կարծում որ դա է։ Շատ ավելի խորքային է հարցը, ուղղակի չի լինում այդպես, չի լինում, ուղղակի չի լինում այդպես, հա, այդպես մտնես ու ինչ ասես։ Գերարդ, անցած շաբաթ Գերրոբերտն է վարում Գուրգեն Մելիքյանի զրույցը չթողավ ես իմ կարծիքը տայում, հիմա ինքը մի 2 րոպե խոսում է, ես եմ ուզում նրան ասել Գերրոբերտ խնդրեմ հաց։ Խնդրեմ, եթե ամփոփելու Գեր Վարանդը եւ Գեր Նայնեն եւ արդեն ամփոփեք, որ Գերարդ արդեն մոտ 1 ժամ ու կես որ կանդիդատ է։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Գալիք ընտրության համար ինչ եք մտածել, ինչ ծրագրեր ունեք։ Ես ինչ ծրագրեր ունեմ։ 5-րդ ալիք ընդհանուր ձեր ռազմավարությունը ինչ ուղղությամբ է։ Ասեմ, շատ մեծ ծրագրեր չունեմ, որովհետև ցանկացած ծրագիր ենթադրում է նյութականի հարկայություն։ Ես այսօր հազիվ կարողանում եմ ապահովեմ հեռուստաընկերության աշխատողները, աշխատավարձերը եւ ունեի 2-3 շատ լավ պրոյեկտ ունեի, որ ուզում էինք անեինք, հետո հասկացա, որ չեմ կրատակը մտնեմ, որովհետև նյութականի պակաս կա։ Այսինքն քարոզչական աշխատանք կարելի է տանել, որ Սփյուռքից կամ տարբեր միջոցներից, որպես հիմա թե կուսակցություն, դաշնակցություն եւ նույնպես հանրային օգնություն կարողանանք ներառենք, որ աշխատանք առաջ գնա։ Ցանկալի է։ Այսինքն միջոցը, որ դուք ստեղծեք, որ մենք կարողանանք օգնել։ Քննարկելի է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ոնց ստեղծեմ։ Եթե դուք ինչ-որ ձև գիտեք, կառաջարկեք, ես այդ միջոցը կստեղծեմ։ Բայց ես տեսեք, բան եմ արել, օրինակ YouTube-ում դրել եմ
աջակցող բան, հա, եւ նույնիսկ կեղծ խաղաղության կինոֆիլմը դրել են փակ, միայն աջակցողների համար, որը կազմում է ամսական $2.99 cent։ Այս ամբողջ ամիսների ընթացքում 2 հոգի է հայտնվել աջակցող դրսից։ Հիմա ինչ ասեմ։ Նույնիսկ YouTube-ում այդ 2.99 մեր համար դա գումար է։ Այո։ Ինչ եմ ասում, լուրջ պրոյեկտների համար, եթե գումար հավաքվի, իհարկե, ունենք լավ պրոյեկտներ, կարող ենք այդ պրոյեկտները կյանքի կոչել։ Հիմա այսօր մենք վերջերս եմ եկել, ես Հայաստանում նորից մի ֆիլմ նկարեցինք, անհարմար եմ զգում և նաև անհամեստություն է, որ պետք է ասեմ, բայց այդ ֆիլմի 500,000 դրամը ես իմ գրպանից եմ դրել։ Վահան Հովհաննիսյանի մասին ֆիլմ եմ նկարել։ Այսինքն Գերագույն մարմնի իշխանը Սաղաթելյան, ինքն է Գերագույն մարմնի կողմից ինչ-որ գումար տվել և պակասել է գումարը և 500,000 ես եմ դրել։ Բայց լավ ֆիլմ նկարել, ոչինչ։ Հպարտանալու բան ունենք։ Գնահատելի, շնորհակալություն։ Համեցեք։ Ով վերջին հարցը։ Եթե կարողանաք բացատրել, խոսեք այդ Alpha News-ի մասին, ձեր դերակատարությունը եւ ընդհանրապես ու մեկ էլ ինչ պատգամ ձևաչափի ֆորմատի մասին չեմ խոսում, բարձր։ Ինչ պատգամ է հավելյալ կարողանում փոխանցել Alpha News-ը համեմատած 5-րդ ալիքին, այսինքն ինչ տարբերություն է, այսինքն ինչու Alpha News-ը նայել։ Շնորհակալ եմ Նարեկ ջան այդ հարցի համար, մտածես թռել էր այդ մասին խոսելը, դրա համար եմ ասում հարցը պատասխանով կարող ավելի հստակ բանալ։ Alpha News-ը 2003 թվականի մայիսի 28-ին առաջին եթերը եղավ, արդեն ինչ-որ բան ասում է, չէ՞, մայիսի 28-ը, հատուկ օր էր որոշված, գաղափարը հետևյալն էր, մի քանի գործարաններ, դրսի գործարանների մասնախոսքը Հայաստանի չէ, մի քանի գործարաններ որոշել էին, որ քանի որ Սփյուռքի նախարարությունը չկա, լուծարվել է, Սփյուռքի հետ կապը չկա, գոնե մի հարթակ ստեղծենք, որտեղ կարողանան Սփյուռքը հայերը իրար ճանաչել, գործարարներ, քաղաքական գործիչներ եւ այլն, կարողանանք պահենք, վերլուծական մի թողը բաներ անենք, որ միջև տեսնենք ինչա գալու մեր գլխի, հա, այսպես։ Եվ քանի որ ես էլ գնում գալիս էի, տղաս տեղա, որը արդեն ուզում է հետ մենա, թորբերիս համը, ես էլ էստեղ էի, տղեկը բան արեցին, այդ Alpha News-ի, իմ ընկերներն են, Վիկտոր Սողոմոնյանն հետ մենք աշխատել ենք, երկար տարիներ իրար հետ աշխատել ենք, ասես լսի, Լոս Անջելեսում կօգնես, ասի օգնեմ։ Ու որոշեցինք, որ Լոս Անջելեսում բացենք մի հատ ստուդիա Alpha News-ի համար եւ մենք հիմա 3 ստուդիա է, Երևան, Մոսկվա, Լոս Անջելես եւ ամեն առավոտ ժամը 9-ին մենք ուղիղ կապերի մեջ ենք իրար հետ, խոսում ենք, քննարկում ենք եւ այլն։ Վերլուծական թողարկումներ են, նաեւ ուրիշ սեփական հաղորդումներ, անընդհատ փոխվում են այդ հաղորդումները, հետաքրքիր կոնտենտներ կա, ամբողջ հայության մասին է։ Այսինքն Alpha News-ը իր առաջ խնդիր չի դրել, մտնի ամերիկյան քաղաքական դաշտ եւ չի ուզում, որ մենք ստեղ լրագրող հավատարմագրենք, չգիտեմ կամ Վաշինգտոնում հավատարմագրենք, գնան դեղ հարցեր տան, զուտ հայկական, այսինքն հայություն։ Եվ այս երեք չառաջուրը նորից էլի YouTube-ի անալիզիկան էի նայում, բավականին երկար ժամանակ չէի նայել, անցած տարի, որ
Ամերիկայից դիտումները հասել էր 3.5%-ի, ուրախացել էի, բայց արդեն 5.5% կանցել է։ Alpha-News-ը փարկաստու որոշակի շրջանակներ Հայաստան, այստեղ Ամերիկայում նայում են, ոչ մեր շրջանակը։ Ես գիտեմ, նաև Հայաստանից եկածածներ բան տենց կան, որ նայում են, որտեղ արձագանքները զգում են, ու շատ կարևոր է դիմել համար, որ հենց Հայաստանից եկածածները գոնե նայեն, հասկանան ինչ է կատարվում, եւ պետք է նաև ասեմ, որ բավականին Alpha-News-ի հարցում մեզ օգնել է մեր կուսակցությունը, Հայդատի գրասենյակը, այսինքն իրաց ներկայության հոմենենտմենը քիչ դժվար է վերելը, բայց իրանք զգալը խոսելը, որովհետև ավելի լավ է մեր շրջանակներն ավելի շատ խոսեն, ավելի շատ իրանց կարծիքն ասեն, քան թե պատահական, բայց նաև մենք դռները չենք փակում ուրիշների համար։ Մենք այնտեղը պետք է լինենք, որտեղ պետք է այդ կարծիքները, բախվող կարծիքները գան, նստեն սեղանի շուրջ եւ հասկանան, որ հայրենիքը մեկն է, հայությունը մեկն է։ Alpha-News-ի նպատակը դա է։ Այսպես եմ ասեմ, մի քիչ լավ աշխով ենք նայում։ Հատկապես ընկերներով հետ մեկ-մեկ բանանում ենք, էլ այդպես քննարկում ենք, զրուցում ենք, հանդիպում ենք։ Վերջի հարցը եկեք, ամեն։ Սպյուրքի մասնակցությունը այսօրյան որ չափով մասնակցի նյութաբես կամ քաղաքական կետի վրա իբրև անձեր կամ գազམ་ագործություններ որ չափով սպյուրքը հետաքրքրված է Հայաստանի ներքին վերադվածության, ճշտության և մոդիկից հետաքրքրված է և մաս կգազմում է նյութաբեսը։ Եվ ինչ կապարակություն պետք է ունենա իսկապես Հայաստանի լուրերու տարածողները, որպեսզի մենք ապակա ունենանք, որտեղ աստղով մենք ապակա չենք ունենանք։ Շնորհակալություն հարցի համար։ Ամենասկզբում ես կարծում ասացի, որ երբ որ մենք հանրային հեռուստատեսություն գնացինք, մեզ երկրորդ նախագահը ասեց, այս ժողովրդին հույս տվեք։ Դա 98 թվականն էր։ Հույս տվեք, որովհետև մենակ հույսի դեպքում հնարավոր է երկիրը ոտքի կանգնեցնել։ Նախ առաջի մեսիջը պետք է հույսը լինի, կարծում եմ, հիմա է։ Բայց գիտեք, այն ժամանակ ու հիմա 98-ից 2020 թվական այնքան բան է փոխվել եւ մեր կյանք են ներխուժել սոցցանցերը եւ ինչքան էլ որ դու այդ հույսը տաս, սոցցանցերի մեջ դու էլ որպես լողացող ցուկ շատ քիչ է սերևում։ Հիմա տեսեք։ Alpha-News-ը օրինակ, Alpha-News-ից խոսեմ։ Alpha-News-ը կա YouTube-ում, կա Facebook-ում, կա Instagram-ում, կա Twitter-ում։ Բայց Alpha-News-ի ամերիկյան օրինակ, Ամերիկայի հանրության, հայության, այսպես ասեմ, YouTube-ի դիտումների 5.5%-ն է, որ նայում է։ Հիմա որքանով է հետաքրքրված Alpha-News-ի հեռուստադիտողը Հայաստանի լուրերով, խոսում է տոկոսայնությունը, տոկոսը։ 5-րդ տալիքը, որը ես կարող եմ բաց ճակատով և հպարտությամբ ասել, որ լավագույն Հայաստանում գործող, լավագույն լրատվական ծառայությունն է հեռուստատեսային։ Բայց Ամերիկայի դիտումները 3.5% են։ YouTube-ի տվյալներով եմ ասում, 3.5%, միգուցե կարող եմ 1%-ներ Facebook-ով նայեմ կամ չգիտեմ ինչ, բայց ցածր է տոկոսը։ Ինչ անենք, որ ոնց անենք, որ
ավելի շատ մարդիկ ընդգրկվեն եւ ավելի շատ մարդկանց դա հետաքրքիր, չգիտեմ, չեմ պատկերացնում։ Եթե պատկերացնեմ, կարող եմ 5-րդ տալիքը գովազդ դնեմ YouTube-ում եւ գովազդը դնեմ, ասենք, Լոս Անջելեսի, Գլենդերի, Սանլենդի, չգիտեմ, Վան Նայզի վրա, մարդիկ նայեն, մի անգամ որտեղ նայեք, սոցիալական ցանցերը նաեւ անալոգիայով են աշխատում, չէ՞։ Դու որ ասենք դոգ ես լսում մի անգամ, հետո անդադ դոգ ապերում քո մոտ։ Ու դու ստիպված դառնում ես դոգի գերի։ Ու սկսում ես հավատալ դոգին։ Երբ որ դու լսում ես մի անգամ ինչ-որ մի հատ, չգիտեմ, ինչ-որ մեկին էլի մի, այդ անալոգները տենց են աշխատում, ինք անդադ կեզ բերում է դա, ու դու արդեն դառնում ես ոնց որ ասած դրա գերի, եթե բան չունես հստակ քո համար չես կարող զատել թացը չորից, այսպես ասեմ, հա, քո համար արդեն միևնույնն է, ես մտել եմ իմ ընկերոջ տուն, տեսել եմ մայրը YouTube-ով լուրեր է նայում, ես ուշադրություն չեմ դարձել իր լուրերը, մեկ էլ ասենք, կեսից զգում եմ, որ ինչ-որ ուրիշ լուրեր ասա, ուրիշ մի բան է, ասում եմ, մամա, ես ինչ ես նայում, ասում եմ, հայլուր եմ նայում, ասում եմ, հայլուր չի, նայում եմ, լրիվ ուրիշ, կեղտոտ լուրեր է, այդ կնոջ համար, ինքը YouTube-ով էտ նայել է մի անգամ, երկու անգամ, իր մոտ բերել է, իր համար դա ասոցացվել է, որ դա հայլուրն է, Եվ այդ կինը հավատում է այդ լուրերին, մի հատ ուրիշ դեպք ասեմ, մեր Դերենիկ Մալխասյանը, մեր լրագրողներից, որ նաև կես խաղաղության գինը ֆիլմի հերի բաններ, տեքստի բանահավաքներ, հա, փաստահավաքներ, պատմում է մի հետարքի բան, ասում է, լսի ասում է, գնում եմ տուն, աներոջ տուն, աներ հայրը, ասում է, աներ հայրես, ասում է, յարրի Նիկոլական, բաները ասում ուզում եմ վեկանում շպրտեմ դուրս շպրտեմ, հետո ասում է աշխի սկսում Facebook-ում տենում եմ սաղ պատը Նիկոլական բաները, հա, այդ Facebook-ի պատը Նիկոլական կայքեր, YouTube-ան բաներ, չգիտեմ այդ, ասում է սաղ ջնջում է, փորձ արել, ասում է դրեցի սաղ ջնջեցի բաներից, մաքրեցի, երկու շաբաթ գնացի, ասում է դարել է հականիկոլական։ Տեսեք, սա շատ պարզ ցուցատալի, թե մարդկանց վրա ինչ ազդեցություն են գործում այդ սոցցանցերը իրանց այդ բանով, հա, որ աշխատում են։ Ու հիմա ինչ-որ մի պար դարձել էր Նիկոլական, որ իմ երկու բան պես նայել էր, հիմա անդադի կազմագնում եմ մաքրում եմ կոմպյուտերը։ Ուզում ասեմ, որ ոչ բոլոր մարդիկ են գիտակից, ոչ բոլոր մարդիկ են կրթված այնքան, որ հասկանան, որ տարանջատեն fake-ը իրականությունից։ Եվ հետո մի շատ մարդկային հոգեբանություն կա։ Fake լուրերը ցանկալի են, ավելի հեշտ են մարսվում։ Բամբասանքները ավելի հեշտ են մարսվում։ Եվ մարդիկ գիտակցաբար, ոչ գիտակցաբար, այդ բամբասանքների գերին ավելի շուտ են դառնում, քան թե դու պետքա կարողանաս իրանց շատ դուրս բացատրես ինչի ոնց է։ Շատ լավ, շատ շնորհակալ։ Խափանցի և ծավալուն զրույցից, շատ շնորհակալ ներկաներից, Զավարյան կոմիտեության կողմից